Դուք կամավորական սկզբունքով հայտնվեցիք Արցախյան պատերազմում։ Դրվագ է եղել, երբ ընկերներով հայտնվել եք ադրբեջանցիների ձեռքում։ Շելուտ որ ընկավ փոսի մեր բան։ Տղեկը բռնել էին։ Ես չէի բռնել, դա մենից տվեց գցեց։ Կամազի լույսերը գցել են այդ ճահիճի վրա ու կրակում էին։ Ես տիրոջ խնդրեցի, ասեցի, չեմ ուզում էլի, սենց բաղճամ եմ տեր մեր։ Տերունական աղոթք ասել եմ։ Երկու ձեռքով լույս տվեց։ Ես մինչև եկա այս առաջի լույսը, այդ կանգնածս տեղը կրակեցին։ 4-րդ անգամ երբ որ ես խնդրեցի, ասեցի էլ ուժ չունեմ, արդեն ստեղը սա խեղդվում եմ, արդեն ճահիճը քաշում է։ Ու չգիտեմ ինչ ուժ տվեց ինձ։ Ձեր ընկերները հայտնվեցին գերության մեջ, իրենցից հայտնվեցին, հետո իրանց ես իմացա, որ իրանց այնտեղ խփել են։ Այդ ժամանակ շտաբի պետն էլ Սերժ Սարգսյանն է։ Սերժ Սարգսյանն եկավ, ունեմ այդ գրագրությունը պահած ունեմ մինչև մի։ Վազգեն Սարգսյանն ասեց, արի, ասեց, հարազատ, ասեց, արի, մի կտոր խաշլամակեր նոր գնա։ Ես 2 ամիս խելքի չեմ եկել։ Ոչ կարող էի քնել, ոչ կարող էի նորմալ ապրել։ Հեռացաք Սունդուկյան թատրոնից, որովհետև համարում էիք, որ այնտեղ անարդարություն է։ Դերաբաշխման տեսանկյունից ինչու Արտաշես Ալեքսանյանը, որը Չեխիայում բեմադրություններ էր անում եւ ուներ իր մասնագիտական պահանջարկը, Հայաստանում չունեցավ մասնագիտական այդ պահանջարկը։ Որպես ռեժիսոր թույլ չտվեցին այդպես էլ։ Ինչու թույլ չտվեցին։ Ինձ թվում է կոնկուրենցիան լավ բան, ախր ինչ են վախենում, ես չգիտեմ։ Երբ որ վերադարձա այստեղ, գնացի տարբեր թատրոններ, ինձ ասում են փող ունես, որ ներկայացում բեմադրես։ Ասի դուրս է ինձ փող են տալիս, որ ես իրանց ներկայացումներ իրանց թատրոնում բեմադրեմ։ Ի հակակշիռ թատրոններում ձեր բացակայությանը, կինոյում ձեր բացակայությունը գրեթե չենք ունեցել։ 90-ական թվականին էր, երբ որ հրավերք ստացա արտասահման, մասնակցում էին աշխարհահռչակ աստղեր, մաթոռներ են դնում, համաշխարհային աստղերը նստեն հանգստանան։ Բայց սովետի դերասանները ընդ պատի տակ գցած են։ Իհարկե, չհասկացա, այն մարդ աթոռ արա, իրանց հետևն եմ դրել։ Թերթով բոլորը շուռեկան նայեցին։ Ես դա հատուկ էի արել։ Թագավորը երբեք շուռ չի գալիս։ Ես հասա նրան, որ դուք եթե դա այդ մարդիկ եք, դուք չպետք է շուռ գայիք, նայեք թե այնտեղ ինչա կատարվում։ Ես ինչից դրթվելով եմ դա արել։ Որպես երրորդ սորտի մարդ, որ մեզ գցել էին ցեխերի մեջ, իրանք որպես համաշխարհային աստղեր ոչ մեկը մի հատ ձեն չի հանել, որ ինչ տարբերություն սովետի ժողովրդական արտիստ է։ Օմար Շերիֆը մոտեկացավ ինձ, ասեց. «Ինչ ազգ ես»։ Ասի հայ եմ։ Շատ կարևոր է, հա, կյանքի ընկեր ունենալ։ Ի վերջո մնում եք դուք եւ ձեր կինը։ Մարդիկ կան, ովքեր որ գաղտնի զգացողությունները պատմում են իրանց բարձին, որտեվ չունեն մեկը, որպեսի կարողանան իր հետ կիսվեն։ Մեծ սխալ, որից հետո պետք էր նորից նվաճել ձեր կնոջը։ Ֆլիրտի ժամանակ բռնեց։ Մենակ ֆլիրտ էր, բայց մասինքներս։ Հաղորդման գործընկերներն են Լուսին օրգանիկ սմաշկի բնական խնամքը, իմպլանտում ստոմատոլոգիական եւ կոսմետոլոգիական կլինիկան։ Դու ինչի մաս։ Լայֆրումում այսօր Հայաստանի վաստակավոր արտիստ Արտաշես Ալեքսանյանն է։ Բարև ձեզ, պարոն Ալեքսանյան։ Աստծո բարի։ Հետաքրքիր մի բան կա, հա, մարդիկ ձեզ այնքան շատ են սիրում որպես դերասան, որ անկախ նրանից դուք կխաղաք դրական դեր, անկախ նրանից կխաղաք բացասական դեր, անկախ նրանից թե ինչ նախագծում կնկարահանվեք, միևնույն է, հա, ձեր հանդեպ միշտ դրական կարծիքներ կան ու միշտ գնահատում են ձեր խաղը որպես դերասան, որպես արտիստ։ Դուք հետևում եք, թե լսարանը ինչ է գրում ձեր մասին, ինչ են խոսում ձեր մասին։ Ես ուզում եմ շատ շնորհակալություն հայտնել իմ հանդիսատեսին եւ այն բոլոր մարդկանց, ովքեր որ հավանում են, ովքեր որ գնահատում են արտիստի աշխատանքը։ Գիտեք, շատ քիչ եմ ժամանակ տրամադրում նման բաներին, որովհետեւ այդքան ժամանակ չունեմ։ Այն ինչ որ կարդում եմ, այն ինչ որ գրված է, դրա համար շատ շնորհակալություն եմ հայտնում։ Դրական բացասական կապ չունի, բացասականն էլ եմ կարդում, ընդունում, որովհետև եզրակացություններ եմ անում, ամեն մեկը իր կարծիքն ունի, ու այդ կարծիքները ինչ որ բան են ստեղծում, որոնց հետ պետքա հաշվի նստես որպես արտիստ։ Կողքի աչք կա, կարող է այդ մի բանը դու չես նկատել, ինքը նկատել է, դրա համար քեզ նկատողություն անում։ Եթե նույն աշխարհից է, ավելի հետաքրքիր։ Դուք հնարավորություն եք ունեցել աշխատելու Խորեն Աբրահամյանի, Սոս Սարգսյանի, Ֆրունզիկ Մկրտչյանի հետ, այն մարդկանցից չեք, որոնք ինչ որ պահի հիասթափվել են գործունեությունից, այն մարդկանցից չեք, ովքեր ինչ որ պահի կիսատ են թողել իրենց գործունեությունը, տարբեր ձևաչափեր եք տեսել աշխատանքային։ Այս տրանսֆորմացիան դուք ինչպես եք գնահատում, թե թատրոնի, թե կինոյի։ Ես անցել եմ արվեստանոց Արմեն Բարեսի Ջիգարխանյանի,
Բայց Խորեն Աբրահամյանի Խորեն Աբրահամյանի մոտ մի տարի ստուդիայում Սունդուկյան թատրոնում մի տարի ստուդիայում եմ սովորել, բայց ընդհանուր առմամբ Մոսկվայում գեկա ավարտել եմ Արմեն Բարիսի Ջիգարխանյանի արվեստանոցում եւ էլի մի տարի սովորել եմ նաեւ Եվգենի Ռուբենովիչ Սիմոնովի ղեկավարությամբ իր կուրսում։ Գիտեք ինչքան դժվար է, շատ ահավոր բարդ բան է։ Մենք շատ վատ դարաշրջան ապրեցինք, բարդ դարաշրջան ապրեցինք, այդ անցումային դարաշրջանն էր, որ հիմա չգիտես, ստեղ մնաս, թե ստեղ գաս, թե ինչ անես, հետո ստացվավ շպագատ ես, կարողա պատահի շպագատ իջնես, էլ այս երկու դարաշրջանի մեջ, դա համար պետք է հավաքվել, արդեն հավաքվել, ակամայից հիշում ես Վիլյամ Շեքսպիրի խոսքերը, ասում է, ասում է ես բիճ եմ, բայց միթե ժամանակը նույնպես մի բիճ չէ մեր դարի համար, եթե ունակ չես քայլ պահել իր հետ։ Պետք է սովորել ոչ միայն արտաքին ձևը, հագուստ կապուստը, հնարանքները, այլև քո սրտի ամենաքաղցրիկ թույնը պիտի թքես դարի երախի մեջ։ Իսկ դուք հեշտությամբ ընդունեցիք ժամանակաշրջանի մարտահրավերները եւ այդ տրանսֆորմացիային ժամանակի հետ քայլելուն հեշտությամբ տրվեցիք, թե ինչ որ բախում անցաք, որից հետո հասկացաք, որ ամեն ժամանակաշրջան ունի իր թելադրանքը եւ պետք է ընդունել դա։ Հի ուրախություն արտիստի մասնագիտության, ասեմ, որ շատ հեշտ, որովհետեւ մեր մասնագիտությունը չի տրվում տրանսֆորմացիայի։ Մենք արտիստները ստեղծում ենք կերպարներ։ Հիմա տրանսֆորմացիայի տրվեց դարաշրջանը կերպարները, մենք ուրեմն պետք է այս դարաշրջանի կերպարը խաղանք։ Այս տրանսֆորմացիային պետք է ավելի լավ տիրապետենք։ Մենք պետք է գնանք այդ ճանապարհով, որը որ ընտրել ենք։ Ձեր գործունեության ամենամեծ բեկումնային կետը ո՞րն եք համարում։ 90 թվականին, երբ որ հանրային հեռուստատեսությամբ բեմադրվեց Լևոն Շանթի ինկած Բերդի իշխանուհին, եւ ես խաղում էի իշխան Վասիլի կերպարը, իսկ իշխանուհու կերպարը խաղում էր Կարինե Քոչարյանը։ Այդ դրա պատմությունն էլ շատ հետաքրքիր ստացվեց, ասեմ, որովհետեւ այն կերպարը, իշխանի կերպարը, իշխան Վասիլի կերպարը, որ ես խաղացի, պետք է խաղար Խորեն Աբրամյանը։ Հետո Խորեն Աբրամյանը ինչ որ ժամանակի առումով արտերկիր պետք է գնար, ժամանակ չեղավ, բա ռեժիսորին ես խնդրեցի, Տակավին 29 տարեկան էի, պետք է խաղայի 55 տարեկան մարդու կերպար, որը որ սպանում է իր երկու որդուն։ Ահա որ մեծ պատասխանատվություն, եւ 29 տարեկանում խաղալ այդ կերպարը շատ, չգիտեմ, ահռելի սարսափելի բան էր։ Ավելի լավ է տանեն կախաղան։ Բայց ես ինքս առաջարկեցի ռեժիսորին, ասեցի, տվեք խաղամ։ Ասի ես կխաղամ դա։ Ռեժիսորը նայեց, ասեց ո՞նց։ Ասի հա ես կխաղամ, տվեք ես խաղամ։ Աստված հոգին լուսավորի Ալբերտի Հարությունյան ռեժիսորի։ Վստահեց ու կարող եմ ասել ոչ ինքը փոշմանեց, ոչ էլ ես։ Որովհետև այդ ներկայացումը հետո ստացավ առաջին մրցանակ, հետո որպես լավ դերակատարում ստացավ առաջին մրցանակ, եւ այլն։ Ու շատ բեկումնային եղավ իմ կյանքում, որովհետև ես նոր էի ավարտել, նոր էի եկել Վգիկից Հայաստան, ու դա սկսավ իմ, այսպես ասած, բեկումնային ստեղծագործական ուղու ճանապարհը։ Երբ ես ուսումնասիրում էի ձեր կյանքի պատմությունը, հենց այդ դրվագին ծանոթանալիս միանգամից միտք եկավ, ինչ համարցակ եւ ինքնավստահ է եղել։ Իրականում դուք միշտ համարցակ եւ ինքնավստահ եք եղել, թե այդ պահին ուղղակի երբեմն լինում է, չէ՞ որ պահի տակ եք ինչ որ մի բան անում։ Չէ, ես մանկուց էլ միշտ համարցակ եմ եղել, ինքնավստահ եմ եղել, որովհետեւ գիտեք ինչ, ասեմ, sense մի բան, Աստված իմ հիշողությունս, որ դասարանում էի, 4-րդ, 5-րդ դասարանում էի, երբ որ հասկացա, որ ես չեմ իմ տերը։ Այն ինչ առաքելությամբ ես պետքա գամ մտնեմ ես երկրագունդես աշխարհը, 5-6-րդ դասարան էի դաժե, այտենց որ հիշեմ հիշողությունս չդավաճանի։ Այդ ժամանակ հասկացա, որովհետև անկրկնելի բաներ կատարվեց իմ հետ ու ես հասկացա, որ ես չեմ իմ տերը։ Իմ ուսին, իմ մեջքին մի հատ ձեռ է, որը որ ինձ ուղղորդում է, այդ ձեռնը, ու շատ պինդ ձեռք էր, էլի շատ վստահ ձեռք էր, ես այդ ձեռքի վստահությունը, պնդությունը զգալով Փարթիրոջը գնացի։ Այն ճանապարհը, որը որ մինչև մի գնում եմ։ Ինչ տեղի ունեցավ, որ զգացիք, որ դուք չեք առաջնորդը ձեր կյանքի։
այդ տեսակ այդ կարգի բաներ, այդ կարգի դրվագներ իմ կյանքում մոտարապես մի 6 անգամ եղել է։ Ամենասարսափելին եղավ այն ժամանակ, երբ որ համայրա գերի էին ել պատերազմի ժամանակ, հետո որ այդ մեքենայի գուզովից որ թռա բանան գավ ինքը փոսերի մեջ, ես վրայից ընկա այդ ճահիճի մեջ եւ այլն, այդտեղ եղավ հանդիպում, հետո արտիքի լմբատավանքում եղավ հանդիպում, շատ հետաքրքիր հանդիպումներ էին տիրոջ հետ, որտեղ անընդհատ ինչ որ բան կատարվում էր, ասում էր, որ օրինակի համար երազից եկավ, ես այն ժամանակ չարաճճի էի, խուլիգան երեխա էի, տենց կոպիտ ասեմ, կռիվ-մռիվ բան շատ էի անում եւ այլն, դանակ, մանակ, տենց բաներ պահում էի, սիրում էի, դա տենց գժական կյանքով ապրելը։ Մի անգամ երազից տեսա, որ այդ կարմիր վանքի դրանը, ասենք բաներ, ճաղեր էր, հաստ ճաղեր ու մեծ բան էր գցած, կողպեկ էր գցած։ Ես գնացի, ուզում էի այդ կողպեկը բացեի, բան ճաղերը, բան, որ մտնեի այդ ճաղերը հետևը, ինձ ասեց, «Էս քո տեղը չի գնա դու ստեղից»։ Այդ ճաղերը կողպեկը բացել, ասեց քո տեղը չի գնա։ Պարոն Ալեքսանյան, իմ հաղորդման գործընկեր Լուսին օրգանիքսի կողմից նվեր ունեք, սա վիտամին C-ի շիճուկն է, որը շատ լավ հակաօքսիդանտ է եւ շատ օգտակար է մաշկի խնամքի համար։ Լուսին օրգանիքսը ներկայացնում է 100% բնական մաշկի խնամք։ Կարծում եմ, որ ձեզ էլ օգտակար կլինի, ինչու որովհետեւ մեր ոլորտում մարդիկ հաճախ գրիմ են անում եւ գրիմների արդյունքում մաշկը երբեմն նաեւ վնասում են, այնպես որ վիտամին C-ի շիճուկը կարող եք օգտագործել եւ հասկանալ, թե որքան է ավելի բարելավում ձեր մաշկի վիճակը։ Այդ կսում են, Այո, իմիջիայլոց օգտագործելուց առաջ պետք է լավ թափ տաք, որովհետև նաև բաղադրիչներ ունի, որոնք թափահարելուց հետո են մի լավ խառնվում եւ իրենց օգտակար գործը անում։ Կանեք ընդհանրապես կարող չէ օգտագործեն դա։ Իհարկե, կարող եք նաև նվիրել ձեր կնոջը։ Խնամքի միջոցները կանանց համար երբեք շատ չեն լինում, ես վստահ եմ, երբ նվիրեք ձեր կինը շատ ուրախ է լինելու։ Այս շիճուկը, որ ձեզ նվիրել ենք, իրականում իրենց բեսթսելերն է, ամենավաճառվող ապրանքներից մեկն է վիտամին C-ի շիճուկը։ Դուք մասնակցել եք Արցախյան ազատամարտին եւ ձեր կյանքի երևի թե եւ հրաշք պատմությունը եւ զարմանալի պատմությունը դա ձեր գերության մեջ հայտնվելու պատմությունն է, որովհետեւ դրվագ է եղել, երբ ընկերներով հայտնվել եք ադրբեջանցիների ձեռքում։ Մեզ գողացան ուղղակի, ասենք գերել չէ, մեզ գողացան, նենց ստացվեց, որ մեզ գողացան։ Եկիս էլ գողացան, գցեցին բանի, որ ձեռքերներս կապեցին, գցեցին բանի կամազի կուզովը։ Ու քշեցին, ու այդ քշելուց որ ընկավ փոսի մեր բան։ Տղեկը բռնել էին բանից, բորտերից այդ մեքենայի կողքերից։ Ես չէի բռնել, դա մոնից տվեց գցեց։ Աստված մի արասցե, դուք կարող եք հայտնվել ադրբեջանական բանդում կամ որևէ այլ իրավիճակում, բայց դուք ընկաք ճահճի մեջ, բայց այդ ճահիճը ձեզ համար ոչ թե իրապես ճահիճ էր, այլ փրկության օղակ դարձավ։ Ինչ տեղի ունեցավ այդ ժամանակ։ Ահռելի մթություն, լույսնյակ չկա, ոչ մի բան չկա։ Այս եղունգը, սպիտակ եղունգը սենց որ նայես, չես տեսնի իր սպիտակությունը չի երևա։ Ու այդ ընթացքում որ ես ընկա մեքենայի միջից ընկա ճահիճը։ Իրանք որ կանգնեցին, հետո շուռ եկան։ Այդ կամազի լույսերը գցել են այդ ճահիճի վրա ու կրակում էին։ Ես տիրոջ խնդրեցի, ասեցի Իմիջիայլոց այդ 3 անգամն էլ բանը տերունական աղոթք ասել եմ։ Խնդրեցի ասելով որ չեմ ուզում էլի սենց բաղճամ եմ տեր մեր ռուսերեն ասած աբիդնիա սենց մահանալը գոնե նորմալ պատերազմի դաշտում ինքը ինձ այսենց ձեռքերով երկու ձեռքով լույս տվեց։ Այդ լույսը տվեց ես ստեղից կանգնածս ստեղից արդեն կամած ճահիճը քաշում է Ես մինչև եկա այս առաջի լույսը, այդ կանգնածս տեղը կրակեցին։ Ու տենց 3 անգամ տերունական աղոթքն ասելով այդ ընթացքում ուրեմն ճահիճի մեջ մի հատ 4 ծառ կար, ինքը փչակ ուներ։ Ես էլ բլոկնոտ ունեի գրպանս փոքր, համարներ էր անունները գրած հեռախոսի։ Հանեցի այդ բլոկնոտից ճղեցի մի քանի թուղթ ու դրեցի այդ փչակի մեջ, ասի որ հանկարծ խեղդվեմ կամ որ սպանեն Գոնե այդ փչակի միջից այդ համարները կգտնեն հեռախոսի, կզանգեն իմանան, որ ես եմ ստեղ էլի բան եղել, վարի գնացել։ Մի խոսքով 3 անգամ ինքը ինձ լույս տվեց, ես գնացի,
իրանք կրակեցին, երրորդ անգամ տեսան, որ ձենձուկ չկա, թողեցին գնացին։ Չորրորդ անգամ երբ որ ես խնդրեցի, ասեցի էլ ուժ չունեմ, արդեն ստեղը սա խեղդվում եմ, արդեն ջահեջը քաշում է։ Մի հատ փոթորիկ ասեմ, ինչ ասեմ, այս փոթորիկը հանեց, եղեգները սաղ պարկեցին։ Ամբողջ եղեգները պարկեցին։ Ու ես ձեռս որ գցեցի, արդեն ցամաք էր։ Ջիմին, ձեռս այդ կանաչ ջիմին բան եղա։ Ու չգիտեմ ինչ ուժ տվեց ինձ, ուրեմն այս քամին որ հելավ, դիմացս կանգնած է սպիտակ Պեգաս ձին։ Ես որ այս ձին տեսա, այդ չգիտեմ ինչ գերբնական ուժով հելնեմ որ գնամ այդ ձին նստեմ որ փախցնի ինձ տանի։ Հելա գնացի հասա այդ ձին անհետացավ։ Դեմս մեծ Ջահիջից դուք դուրս եկաք։ Հա, ջահիջից դուրս եկա։ Դուրս եկա մեծ այս տեսակ բանը կիսա այսինքն կիսա բանով, կամարով սև բանը վառոտներ էին, սև դարպասներ էին։ Այդ հետո որ մարդիկ խոսում էի, ասում էի, հետո այդ ապրոններն են ասում են որ մենք ընդհանրապես ոչ մեկին դուր չենք բացեն, ընդհանուր մինչև թշնամին որ եկել է կրակել տղին բան սպանել են, այդ բանը մնացել են իրանք, տատիկ պապիկը։ Դուրը խփեցի ներսից։ Ես ինչ իմանամ, որտեղ եմ։ Դուրը որ դասի կամ ադրբեջանցի պետք լինի կամ բան պետք լինեն, հայերը պետք լինեն, էլ ուրիշ ինչ չէ։ Որ ներսից ասեց հայերեն ով է։ Ինքնաբերաբար ուրախացա, լավ զգացի ինձ։ Դեմ ես ոնց ասեմ ով է։ Անունստան բեկա չի ճանաչելու անունստան։ Ասի ես եմ։ Դուրը բացեց պապին։ Դուրը բացեց ասեց Արի Բալաջան։ Ներս մտա բան չի լա հարցնում։ Ասեց ուրեմն sense ուղի է բանը ճանապարհը ահագին երկար ճանապարհը մոտավորապես մի 30-40 մետր կլինի այդ երկարությունը։ Մարակի խցի նման բան է։ Բայց լույս է բառվում այն վերջում էլի։ Ասեց Արի տղա ջան ասեց հələ գնա այն լույսը դեպի։ Գնացի դեպի այդ լույսը, ասեց ինչ ես տեսնում, ասի տեղաշոր։ Ասեց հələ ձեռդ մցրու այդ տեղաշորի մեջ։ Ձեռս մցրեցի։ Ասեց ինչ ես զգում, ասի տակա, ասեց դե արի։ Եկա Բարավին ասեց մի հատ Բարավ ջան ասեց Վեդրովև ջուրը կրակի վրա մի հատ դիր, մի հատ էլ թզով չայ մեր երեխի համար։ Վեդրովև ջուրը դրեցին այդ բանից մաքրվելու համար, այդ կեղտից ցեխում եղից, դրեցին լցեցին լողաց, տատին լողացրեց ինձ։ Թզով թեյը խմեցի, ասեց ինչա պետք է, ասինց պետքա որ առավոտ 6-ին, 6-ից քեզ ամենաուշը ասեցի 7-ին ես ելնեմ Ստեփանակերտ շտաբում։ Ասեց դու խնդիր չունես, գնա ընդ քնի։ Հանգստացի։ Ժամ արդեն 4-ն էր գիշերվա։ Գնացի հանգստացա, ընդ առավոտ ժամը 6-ին գազ 66 եկավ։ Կողքնել մի հատ աղջիկ կա, մոտավորապես մի 26-28 տարեկան աղջիկ Կարինե անունով։ Ասեց դե իրանք քեզ կհասցնեն բան Ստեփանակերտ շտաբ կհասցնեն։ Որ ուզում ես դու։ Հասցրեցին ինձ շտաբ, գնացինք։ Այդ շտաբի ներքևը ուրեմն ճաշարանն էր, որտեղ որ հաց էին ուտում։ Վերևը շտաբն էր, այդ ժամանակ շտաբի պետն էլ Սերժ Սարգսյանն էր։ Որ եկանք դե մարդ չկա այդ ժամին հələ, սամալյոտները այսպես թռնում են ինքնաթիռները, ձեները գալիս է այդ վերտալյոտ, սամալյոտ այդ գրադների ձեները հերվից էլի գալիս է։ Մի հատ տղա, այսքան բուջուր, 4 տարեկան, 5 տարեկան, ձեռքերը գրպանը շվցնելով, գաբրոշի նման էլի գլխարկը գլուխ այն մորտ։ Շվցնելով ասես գնում գալիս է։ Շտաբի դեմն էլ ուրեմն բանկա աղբյուր կար էլի։ Ես էլ այդ աղբյուրի մոտ նստած սպասում եմ, ասի բանալ, ինչ կգան էլի։ Կամ բարձանամ, կամ բանի շտաբի պետի մոտ, կամ մեկն ու մեկին տեսնեմ այդտեղ։ Ասեմ ինչա ոնց է ու բան մեքենա տրամադրեմ, որպեսզի ես գամ Երևան։ Այստեղ եկավ ես բուջուրը։ Եկավ կողքս նստեց։ Ասի ոնց ես, ասես լավ։ Ասի բա ինչ անենք։ Ասեց ինչ ուզում ես անենք։ Ասի դե արի, հելան գնացինք այդ աղբյուրի հետևը։ Փայտից բան էր, մեքենայի տնակ էր, գարաժ էր։
Կողքն էլ ուրեմն երկար տախտակներ էր գցած։ Ասես երկու տախտակից արի, ասի մատ խաչ սարքենք, ասես բանին, ավտոտնագին փակցնենք, ասեց արի։ Մի խոսքով երկուսով մի հատ մեծ խաչ սարքենք, այս ավտոտնագին sense կպցրեցինք։ Ասեց հաջող ես գնացի։ Գնաց։ Ասում եմ ուր, ասում եմ ես գնում եմ մամայի մոտ։ Բացի դե գնաք ես, փամփորձանք գալիս։ Մի խոսքով եկավ Սերժ Սարգսյանն եկավ, ունեմ այդ գրությունը պահած ունեմ մինչև մի, որ իրանք ոչ մի բանից տեղյակ չէին, ես ուղղակի ասացի, որ ես ուզում եմ գնամ Երևան, բայց մասնագիր չունեմ։ Այսինքն չգիտեին ինչպես եք հայտնվել այդտեղ։ Չէ, կարող է գիտեն, ես չգիտեմ։ Ես խնդրեցի, ասեցի, չունեմ մասնագիր չունեմ, որտեղ մասնագիրս ասեցի լրիվ մնաց ջահիճի մեջ, մոտ չեմ կյանքս նորից պատմելու։ Բայց դա պատերազմական իրավիճակի մասին էր, չէ՞։ Հա, դե գրեցին, տվեցին, որ Արտաշես Ալեքսանյան следует в город Երևան без документов Արցախի կնիկն էլ խփեցին, շտաբի կնիկն էլ խփեցին ու ստորագրեցին, տվեցին այդ թուղթից։ Տենց էդ էլ եկան հասան Գորիս, դե մեքենաները ստուգում էին բոլորը, որ զենք մենք չբերես, լեվի էլի։ Ես էլ այդ ժամանակ մի հատ գրանատ էի վերցրել հետս, ասի դե մի ճամփին ասի մարդից հանկարծ գերի մերինգնես, քաշես, մաշես էլի արդեն այդ ժամանակ, որ կանգնացրին մեքենան, ավտոբուսը ստուգում էին բոլորին բան, ինձ ասին կարել էր ձեզ մի րոպե, ուրեմն կանգ առա, այդ կանգարի հետևը ակազացը մարդիկ կա, Վազգեն Սարգսյանն էր, մի քանի հոգու հետ, տարան այդ կանգարի հետևը, Վազգեն Սարգսյանն ասեց արի, ասեց, հարազատ, ասեց արի, մի կտոր խաշլամակեր նոր գնա, նենացի մի կտոր խաշլամա այդտեղ կերա, ու եկա, Այդ էլ տենց հանդիպում էր։ Չնկատեցին, որ ամեն դեպքում ձեզ մոտ նռնակ կա։ Չէ, ոչ էլ ստուգեցին, ոչ էլ նկատեցին։ Ինձ ճանաչում էին ֆիլմից կամ այդ ներկայացումից, գիտեին, որ արդեն արտիստ է, էլի։ Տեսեք, դուք ասում եք, ես նռնակ էի վերցրել, որ եթե հանկարծ գերության մեջ հայտնվեմ կամ ինչ-որ բան, ինձ համար ունենամ նաև մեկ ուրիշ տարբերակ։ Այն պահին, երբ դուք չգիտեիք ելքը ինչ է լինելու, գերության վտանգի մեջ էիք, ինչ էիք զգում։ Դե ես տիրոջն էի ապավինում այդ ժամանակ, որովհետև ես այն ժամանակ չէի ֆայմել վերցնեի։ Արդեն երկրորդ անգամ էիք վերցրել։ Հա, երկրորդ անգամ արդեն վերցրեցի։ Ես այն ժամանակ չէի ֆայմել, որ վերցնեի, հետս ունենայի ինչ-որ բան։ Ձեր ընկերները հայտնվեցին գերության մեջ, իրենցից հայտնվեցին, հետո իրանց ես իմացա, որ իրանց այնտեղ խփել են։ Ձեր ընկերներն էին, որոնց հետ Երևանից էիք գնացել, թե Այո։ Կան վաղ ընկերներ չէին, ուղղակի ունեն ստացվեց, որ մենք 4 հոգի էինք, այն մեկը հետո առանձնացավ, այն երկուսը մնաց, մենք որ ասեցինք ջոկատ ստեղծենք, արդեն գնանք էլի, դե որ 4 հոգի էինք, ասին Քրիստոսի ջոկատ, դե ընդհանուր առմամբ պատերազմի դաշտում երոնք սպիտակ խաչերով էին, մենք կարմիր խաչով էինք, տենց մեր համազգեստի հետևը կարածել խաչերը, Տենց մենք որպես Քրիստոսի ջոկատ անվան տակ տենց գնացինք։ Պարոն Ալեքսանյան, իմ հաղորդման գործընկեր իմպլանտում ստոմատոլոգիական եւ կոսմետոլոգիական կլինիկայի կողմից ձեզ նվեր քարտ։ Իմպլանտումի հիմնադիրը Հայաստանի գլխավոր ստոմատոլոգն է Դավիթ Մաթևոսյան, կոսմետոլոգիական ուղղությունը զարգացնում է Ելենան Ադամյան։ Իրապես բժիշկներ են, ոչ թե պարզապես 1-2 վերապատրաստում են անցել, այնպես որ ձեր առողջությունը կարող եք վստահել իրենց։ Այս Արշակունյաց, հա։ Իմպլանտումի ստոմատոլոգիական կլինիկան արդեն 2 հասցե ունի, մեկը Արշակունյացում է, մյուսը Կոմիտասում, իսկ կոսմետոլոգիական կլինիկան Արշակունյացում է։ Կոմիտաս որ մասում անում։ Կոմիտաս 48 հասցեում է։ Մի հատ էլ որ ասեք ինչ առավելություն ունենք, որ դիմենք ստոմատոլոգիա, գնում եմ ստոմատոլոգիական։ Հիմնադիրը Հայաստանի գլխավոր ստոմատոլոգն է, իրենք գերհագեցած են ժամանակակից սարքավորումներով, ունեն նույնիսկ սարքավորումներ, որոնք եզակի են Հայաստանում, այսինքն խորացված ստոմատոլոգիական կլինիկա է եւ բավականին ընդլայնված ծառայություններ ունի։ Վստահ եմ, որ ստոմատոլոգիական որևէ հարց այնտեղ անպատասխան չի մնա։ Շատ շնորհակալություն, կաշխատենք, եթե պետք լինի օգտվենք։ Ստոմատոլոգիայում նորարարական մեթոդները շատ են, իսկ իմպլանտումը դրանց առաջին ինտեգրողներից մեկն է Հայաստանում։ Կլինիկայի հիմնադիր Հայաստանի գլխավոր ստոմատոլոգ Դավիթ Մաթևոսյանը մեզ կպատմի, թե ինչպես են
մեկ օրում նոր ատամնաշար ձևավորում։ Սա գիտեմ, որ մի քիչ անսովոր է հնչում, բայց բժիշկը կմանրամասնի։ Ողջույն։ Ողջույն Ամալիա։ Ինչ է իրենից ենթադրում ատամնաշար մեկ օրում արտահայտությունը, որը վերջին շրջանում պատել է բոլորիս։ Ատամնաշարը մեկ օրում դա լիովին իրականություն է, քանի որ ներկայումս տեխնոլոգիաները հնարավորություն են մեզ տալիս, օրինակ լրիվ անատամ ծնոտի դեպքում տեղադրել 4 կամ 6 իմպլանտ, հենց նույն օրը հատուկ սկաների միջոցով սկանավորում իրականացնել եւ 3D տպիչի օգնությամբ ստեղծել ժամանակավոր ատամնաշար, որը որ ընդամենը մի քանի ժամից պատրաստ է լինում եւ տեղադրում ենք կլինիկայից պացիենտը գնում է լիարժեք ժպիտով։ 3D տպիչի միջոցով ստեղծվում են ատամներ, որոնք լիարժեք ծառայում են մարդուն։ Այո, մեթոդը մեծ հնարավորություն է տալիս հենց նույն օրը տեղադրել ժամանակավոր ատամնաշար, որը որ կարող է ծառայել պացիենտին մինչև 6 ամիս, 6 ամիս հետո հարկ է լինում նշված ատամնաշարը փոխել հիմնական ատամնաշարի, որը որ արդեն կծառայի մեր պացիենտներին ամբողջ կյանքի ընթացքում։ Մենք ունենք հնարավորություն նաև տեղադրել հենց միանգամից հիմնական ատամնաշար, որը որ տեղադրվում է մոտարապես 1 շաբաթվա ընթացքում, կերամոկոմպոզիտային ատամներ, որոնք որ 6 ամիս հետո հետագայում կարիք են լինում իրականացնել միայն վերահենքավորում, այսինքն ատամնաշարը չենք փոխում։ Ատամնաշարը հնարավորություն ունի պացիենտ օգտագործել 5-ից 7 տարի։ Իսկ մշտական ատամնաշարը, որը նախատեսված է ավելի երկար օգտագործման համար, արդեն վերահենքավորման կարիք չունի։ Չէ, մշտական ատամնաշարը հենց տեղադրվում է 6 ամիս հետո ու արդեն տեղադրվում է լրիվ առողջացած, լավացած լնդերի վրա։ Ամեն դեպքում պացիենտը կարող է վնասել ատամնաշարը։ Ընդհանուր առմամբ բոլոր դեպքերում բոլոր կոնստրուկցիաներն էլ հնարավորություն կա, որ տրավմայի արդյունքում կարող են կոտրվել կամ ինչ-որ տրավմայի ազդեցության տակ վնասվածքների ենթարկվել, բայց բոլոր տեսակի ատամնաշարերն էլ իրանք վերանորոգման հնարավորություն ունեն կամ օրինակի համար եթե ատամնաշարը ազդեցության է ենթարկվել կամ տրավմայի է ենթարկվել, շատ դեպքերում կարիք չի լինում ամբողջը փոխել, մենակ տեղային այդ հատվածը հնարավոր է վերականգնել։ Նորարարական մեթոդները իրականում շատ մեծ հնարավորություն են մարդկանց համար եւ պրոցեսը շատ տհաճ չդարձնելու եւ նաեւ երկարատև ծառայող ատամնաշար ունենալու համար։ Միաժամանակ այս մեթոդները շատ թանկ են եւ անհասանելի մեր բնակչության համար։ Ուզում եմ նշել, որ այս մեթոդի նորությունը կարող է նրանում, որ իմպլանտները տեղադրելով մենք իմպլանտներից դրոշմի ստացումը, չափս վերցնել այսպես ասած, նույնպես իրականացնում ենք սկանավորման միջոցով եւ մենք ունենք նոր սարք, որը որ իրականացնում է ֆոտոգրամետրիայի մեթոդով սկանավորում, որը որ հնարավորություն է տալիս մաքսիմալ ճշգրիտ իմպլանտների տեղերը տեղորոշել, որի արդյունքում որ մենք կարողանում ենք ատամնաշարը նույնպես մաքսիմալ ճշգրիտ ստեղծել ու ստանալ հենց ընդամենը մի քանի ժամվա ընթացքում։ Ինքը անփոխարինելի է, քանի որ նախկինում նույնպես իրականացվում էին մեթոդներ, որտեղ որ մենք կարողանում ենք ատամնաշարը տեղադրել մի քանի ժամվա ընթացքում, բայց սխալմունքի հավանականությունը կամ տեղադրված ատամնաշարի ոչ ճշգրտությունը շատ մեծ էր։ Իսկ այս մեթոդը հնարավորություն է տալիս մաքսիմալ ճշգրտությամբ ստանալ ատամնաշար։ Դավիթ գինն էի հարցրել։ Ասեմ, գինն էլ թանկ չի, այսինքն ընդհանուր առմամբ ինքը չի թանկացնում պրոցեդուրայի արժեքը ու մոտակա ժամանակներս մենք նախատեսում ենք նշված ծառայության վրա բավական գնիչեցում, որպեսզի ծառայությունը հասանելի լինի ավելի մեծ քանակով մարդկանց։ Դավիթ Մաթևոսյանի Instagram-յան H-նու իմպլանտումի տվյալները կթողնեմ հաղորդման նկարագրության բաժնում։ Դուք կամավորական սկզբունքով հայտնվեցիք Արցախյան պատերազմում, բայց այն ինչ որ կատարվում է պատերազմի դաշտում, շատ բարդ իրականություն է, որին որ բախվում է մարդը եւ շատ դեպքերում, որքան էլ մենք հերվից պատկերացնում ենք, որ պատերազմի դաշտում ինչ որ կատարվում է սարսափելի է, երևի թե մենք չենք կարող լիարժեք պատկերացնել այն, ինչ կա իրականում։ Երբ բախվեցիք այդ իրականությանը, ինչպես այդ ամեն ինչը անդրադարձավ ձեր հետագա կյանքի վրա։ Շատ վատ։ Ես 2 ամիս խելքի չեմ եկել։ Անհետևս ուղերձ մեն ձայներ էին անընդհատ ձայներ էին։ Չէի կարող 2 ամիս ոչ կարող էի քնել, ոչ կարող էի նորմալ ապրել։ Մինչև ես ինքս էլի գանք հասնենք Շեքսպիրին, ասում եմ նման դեպքերում հիվանդին իրեն պետք է բուժի։
Ինչեւ ես ինքս ինձ բուժեցի հասա, այսինքն փառք ելի տիրոջ օգնությամբ իհարկե ես ով եմ։ Ինչ մեխանիզմներ ունեիք ինքներդ ձեզ բուժելու, վերադարձաք ձեր գործին, թե կար մի շրջան, երբ չէիք կարողանում։ Գործին վերադառնալը դե շատ է օգնում, իհարկե անպատճառ գործին վերադառնալը, հետո արդեն աշխարհի կյանքում շփվելը մարդկանց հետ, դա այդ ամեն ինչը իհարկե սովորական կյանքը կամաց վերքը բուժվում է, էլի։ Դուք այդ ժամանակ արդեն ամուսնացած էիք։ Դա ինչ է։ Ձեր կինը ինչպես ընդունեց պատերազմ գնալու ձեր որոշումը։ Նորմալ։ Ամեն մեկն էլ գիժ է։ Ես այս վերջերս մի հատ բան լսեցի։ Ամոթ երգը կարծեմ Արտակ Առաքելյանն է, Տեասատերյան չեմ հիշում ազգանունը։ Ամոթս։ Ասում ամոթս ամաչում է, որ ես ձեզանից եմ։ Բայց ասում չէ, ասում ես ձեզանից չեմ, ասում ես Թելերյանի, Իսահակյանի եւ այլն Նախաչատրյան, Մուսալ, Ծարոյան, Շարլ Ազնավուր, ես այդ ցեղից եմ։ Եվ ոնց պետք է այդ հայրենասիրությունը ոչ մեկ չի որոշում։ Ոչ մեկ չի ասում կամ երբ որ հայրենիքը կանչում է, ոչ մեկ իրավունք չունի քեզ ասելու գնաս թե մնաս։ Շատ նորմալ, որովհետեւ ինձ զինվորական է ինքը եղել այն ժամանակին։ Ինձ շատ լավ հասկանում էր դա ինչ բան է։ Դուք որքան ժամանակ մնացիք պատերազմի դաշտում։ Մի տարի։ Բավականին երկար ժամանակ պայքար եք մղել, հա, Արցախի համար ու հիմա երբ Արցախը այլևս մերը չէ։ Այս բոլոր իրադարձությունները, որ տեղի ունեցան մեր երկրում Արցախյան 44-օրյա պատերազմը, դրան հաջորդած իրադարձությունները, Արցախի հանձնումը, ինչպես ձեզ վրա անդրադարձան։ Շատ վատ եւ սпасելի։ Ինչի սпасելի, որտեղ ես հետո հասկացա դա, որ ինչքան կարելի է չսիրել հայրենիք, ինչքան կարելի է չսիրել ազգ, որ կարողանալ այդ կարգի վայրագության ենթարկել ժողովրդին, ազգին եւ հայրենիքը։ Սկսած 88 թվականից ամբողջ Հայաստանը թալանեցին։ Խոսքը թուրքերի մասին չի, խոսքը հենց Հայաստանի հայերի մասին, հենց այդ Լևոն Տեր-Պետրոսյանից սկսած այդ ժամանակվանից սկսավ երկրաշարժում, եթե շանկերը ժողովրդի վրա ես վաճառում։ Ինչի մասին է խոսքը։ Այսինքն մենք ներսից մեզ քայքայեցինք տարիներ շարունակ, ինչի արդյունքում ունեցանք այնինչ ունենք։ Դե դա այդպես էլ պետքա լիներ, որովհետև ներսից դու ուրեմն պետքա լինես գրանտակեր, պետքա լինես գործակալ, պետքա սիրես փողը, պետքա սիրես, չգիտեմ, ուրիշ բան, բայց ոչ քո հայրենիքը, ոչ քո հողն ու ջուրը։ Դե պատկերացրեք, ամբողջ Հայաստանը վաճառված է։ Ամբողջ Հայաստանը, ճիշտ է։ Արցախն էլ հետը։ Եկել է զինվորը գնում է բանակ։ Ասում եք կներեք, էլի դուք որպես արվեստի մարդ ես ձեզ հարց եմ ուզում մի հատ տամ։ Ես գնում եմ, ես պետքա գնամ, գնում եմ բանակ։ Բայց ինձ մի բան է հետաքրքիր։ Ես բանակ գնում եմ ում համար, ինչի համար։ Գնում եմ ինչը պաշտպանեմ։ Հայրենիքը, հողը, որ հողը։ Այն որ սեփականաշնորհված է, այն որ Պողոսյան Պողոսը սեփականաշնորհել է տուն ասարքում, այն որ Պողոսյան Պետրոսը սեփականաշնորհել է ծորենա ցանել, այն որ հեկտարներով ջուրը, խմելու ջուրը ու հողը հեկտարներով սեփականաշնորհել է, բա իրանց տղեկը թողեցան, իրանց տնեցիները թողեցան այդ իրանց հողը ջուրը պահեն։ Ես գնում եմ ինչը պահեմ էլ։ Ես չունեմ ոչ մի բան։ Իմ հայրենիքը ծախված է, բզկտված է, այսպես մաս արած է։ Ինձ տանում են բանակ ինչի համար։ Տանում են, որ իրանց հողն ու ջուրը ես պաշտպանեմ, հա։ Հասկանում եք ինչ հարցեր են տալիս։ Հասարակություն այդ հարցը դնում է քո դեմ, որպես դու մտավորական, որպես արվեստի մարդ ինձ հարց է տալի։ Ես ինչ պատասխանեմ։ Որ ասեմ, ասում եմ, հա, ճիշտ ես ասում։ Թալանված է։ Որտեվ այն ժամանակ եթե տրամվի գծերը մարդիկ ծախում են, ստամոքսներն են լցնում, ինչի մասին է խոսքը։
Իսկ դուք ժամանակին, երբ որոշեցիք, որ պիտի գնաք, նման մտքեր ունեիք, որովհետև տեսեք, դուք շեշտում եք, որ 88 թվականից էր այս ամեն ինչը սկսվել։ Դե ես հետո հասկացա։ Երբ որ գնում ես աչքով արդեն ամեն ինչ տեսնում ես, հետո կամաց հասկանում ես, որը որից հետո է։ Այն ժամանակ միտինգներին, որ ես մասնակցում էի օպերայի ազատության հրապարակում, անկախության հրապարակում, մենք ազնվորեն գնում էինք անուն հայրենիքի, պայքար, մենք պատրաստ էինք գնայինք զոհվենք անուն հայրենիքի, բայց հետո հասկացանք, որ մեզ խաբում են։ Պարոն Ալեքսանյան, արդյոք մենք հիմա չունենք այդ լավ միջոկը մեր ազգի մեջ, որովհետև շատ հաճախ ասվում է, այ մեր ազգը այսպիսին է, այնպիսին է, բայց արդյոք մենք մեր ազգի մեջ չունենք նաև այդ վատի ճիշտ հակակշիռը։ Ցավոք սրտի, ես միշտ իմ հարցազրույցների ընթացքում ասում եմ դա, որ Հայաստանը դարձել է փոքրամասնություն հենց Հայաստանում, հայերը դարձել են փոքրամասնություն։ Հայաստանում հիմիկ վիճակով 90%-ը այլազգիներ են եւ կապ չունի ազգանունները Յանովա թե Յանով չի։ Հայերը Հայաստանում իրականում շատ քիչ տոկոս են կազմում, նախագահներից մեկը անունը չտամ, մի անգամ շատ լավ ասեց հայերը եթե ուզում են հաջողեն Հայաստանում իրենք պետք է ունենան մեծ սփյուռք։ Այսինքն հիմա դուք փոքր եք Հայաստանում, հայեր, փոքր սփյուռք եք։ Այ երբ որ մեծ սփյուռք կդառնաք, այդ ժամանակ Հայաստանը ձերը կլինի։ Ցավալի է, բայց այդպես է, ինչ ասեմ։ Դուք հիմա մեր իրականության հետ շատ եք կռիվ տալիս, թե ինչ որ առումով նաև սովորում եք եւ հաշտվում եք այն իրականության հետ, որը կա։ Երբ որ արդեն քո գիտակցական այգի հասել է այն կետին, որ դու հասկանում ես, որ գերտերություններն են քո հարցերը լուծում։ Բոլորի հարցերը գերտերություններն են լուծում։ Այսինքն, եթե դու այդքան ուժ ունես, եթե դու այդքան շնորհք ունես, ուժեղ ես, գերտերությունները կարան քո հետ հաշվի նստեն, դա ուրիշ խնդիր է։ Իսկ եթե չունես, ուրեմն պետք է ենթարկվես գերտերությունների օրենքներին։ Ես միշտ բարձրաձայնել, ասել, խոսել եմ ամեն ինչ, ինչի մասին որ պետք է։ Ընդհանուր մինչև 20 թվականին ես Սարդարաբադից ելույթ ունեցա Կոչամայնի հայությանը։ Ու այնտեղ ամեն ինչը մանրամասը բացատրել եմ։ Սկսած երկրաշարժից բրցացած մինչև 20 թվականը։ Ով, ինչ եւ ոնց։ Այդ ամեն ինչը թվարկված է։ Բայց հիմա ես իմ աշխատանքով ես արվեստով եմ արդեն խոսում, արվեստի լեզվով, որտեղ մարդկային լեզուն անհասկանալի է հասարակության համար։ Մարդիկ չեն հասկանում, կամ պետք է կոպիտ ասեմ հայրանքներով խոսես հասկանան, կամ պետք է իրենց մակարդակին իջնես, որ հասկանան, բայց այդ ամեն ինչը այդ խոսքի մեջ պարունակում է, ուղղակի գրական բառերով։ Պետք է մի քիչ ասենք ձգվել հասկանալ, տեսնել այդ մարդը ինչ է ասում։ Հա, ես գիտեմ, այս մեր հաղորդումից դուրս գա։ Այս մեր հաղորդումից էլ են վատաբանելու, վատ բաներ գրելու, վատ ասելու, որովհետև քանի որ ես հասարակության sense աղճատված է, բաժանված է մասերի ու դա ծրագիր է, որ իրագործվեց բան Հայաստանում, sense բաժանված մասերի, որպեսզի հեշտ լինի տիրել էլի այդ ամեն ինչը։ Դրա համար կքարկոծենել այս մեր հարցազրույցը, վատ բաներ էլ կգրեն, լավերն էլ կգրեն եւ այլն եւ այլն։ Հիմա ես աշխատում եմ իմ ստեղծագործությունների միջոցով։ Օրինակ Հովհաննես Շիրազի Նոյի ագրավները։ Մենք շատ լավ խոսում ասում ինչ է գնացել բանա լքել երկիրը հայեր։ Ավարայրում ասում է մեզ մենակ եք թողել։ Բա եթե հայ ես, դու վերցրել ես այդ կոչումը քո վրա, եթե դու զգում ես, որ դու ի վերուս հայ ես, քեզ այդ կոչումը տված է, դա կոչում է, դա մեծ կոչում է։ Ոչ մի կոչում չի հասնում այդ կոչումին։ Ուրեմն պետք է կարողանաս ավարայրում պատերազմես։
Իմպլանտում էսթետիկ բժշկության կենտրոնը զարգացնում է ոչ միայն էսթետիկ միջամտությունների որակը, այլև ավելի խորացնում է ուղղությունը դեպի բժշկություն, արտաքինից շեշտը դնելով առողջության վրա։ Բժշկուհի Ելենա Ադամյանը մեզ կպատմի, թե ինչ նորություններ ունեն իմպլանտումում։ Ողջույն։ Ողջույն։ Ելենա, ինչ նորություններ ունեք իմպլանտումում։ Ես շատ ուրախ եմ, Ամալիա, երբ ամեն անգամ մենք հանդիպում ենք, ես կարողանում եմ ձեզ նորություն ասել։ Մեզ մոտ նոր պրոցեդուրա արդեն գործում է, էսթետիկ գինեկոլոգիա, կանանց համար մենք երկար մտածելով եւ հարցումներ իրականացնելով հասկացանք, որ այս ոլորտը բավականին բաց է եւ մեզ մոտ ունի պահանջարկ հենց մեր կլինիկայում։ Ինչու որոշեցիք ներգրավվել այս պրոցեդուրան։ Քանի որ մենք ի սկզբանե որոշել էինք, որ մեր կենտրոնը բացվելուն պես պետք է շեշտադրում ունենա բժշկական ուղղվածության, կարևորելով շատ մեր կանանց առողջությունը, անպայմանորեն ներդրեցինք այս պրոցեդուրան, այս ծառայությունը, ինչի համար, որպեսզի սա լինի ոչ միայն երիտասարդացման եւ գեղեցկության, այլ նաեւ կանանց առողջության կենտրոն։ Էսթետիկան դա միայն արտաքին երիտասարդացումն ու գեղեցկությունը չի, դա նաև ներսից առողջ օրգանիզմ լինելն է, իսկ կանանց համար շատ կարևոր է իհարկե կանացի առողջությունը։ Կնոջ իրական երջանիկ տեսնելու մեջ շատ կարևոր է նաև նրա կանացի առողջությունը, հետևաբար մեր թիմ ներառել ենք գինեկոլոգ, ով ունի վերապատրաստում էսթետիկ գինեկոլոգիայի մեջ։ Ինչ է իրենից ենթադրում էսթետիկ գինեկոլոգիան։ Հիմնականում մեզ դիմում են այնպիսի բուժառուներ, ովքեր միջին տարիքը արդեն հատել են եւ ունեն որոշակի կանացի խնդիրներ։ Էսթետիկ գինեկոլոգիան դա հիմնականում բնականաբար կանացի օրգանների հետ է կապված, բայց ավելի էսթետիկ առումով, երբ որ կանայք իրենց որոշակի ֆունկցիաներում ավելի կոմպլեքսավորված են, հա, զգում։ Իրականում այս խնդիրները կարող են առաջանալ հետծնդաբերական շրջանում, ովքեր ունենում են բարդ ծնդաբերական ընթացք եւ այդ ընթացքում ունենում են որոշակի խնդիրներ։ Հիմա չեմ թվարկի, հաստատ կանայք հասկանում են ինչի մասն եմ ես խոսում, եւ կան խնդիրներ, որոնք կոմպլեքսավորում են մեր կանանց եւ էսթետիկ գինեկոլոգիան հենց դրա մասին է։ Բացի նրանից, որ առողջությունը առաջնային է, այստեղ նաեւ կան որոշակի էսթետիկ միջամտություններ, որոնք կնոջը շատ ավելի ինքնավստահ են դարձնում եւ արձերփազատում իհարկե կոմպլեքսներից։ Իսկ ինչ է այս բուժումն իր մեջ ներառում։ Որոշակի ներարկումներ, էսթետիկ կարող է լինել, կարող են օգտագործել իհարկե ֆիլերներ, ինտիմ ֆիլերներ։ Ներառվում են ապարատներ, մենք խոսել ենք մեր վիորայի մասին, մեր վիորան ունի նաեւ գինեկոլոգիական գլխիկ, որը նույնպես իրականացվում է այդ շրջանում, եւ իհարկե բուժական արդեն կարող է պլազմա թերապիալ ներառված լինի եւ իհարկե մի շարք արդեն գինեկոլոգիական բուժումներ, որոնք արդեն տեղում բժիշկը նշանակում է։ Այստեղ խնդիրը բացառապես էսթետիկ լուծումն է, թե նաև առողջական խնդիր ենք լուծում։ Ոչ, միայն էսթետիկը չի, որովհետև մեր բժիշկը հենց գինեկոլոգ է, լինում է, որ դիմում են, հա, խնդրով, ես մի օրինակ կարող եմ բերել անմիզապահություն, մարդիկ դիմում են այդ խնդրով, բայց պարզվում է, որ մի փոքր էսթետիկ միջամտություն իրականացնելուց կարելի է այդ խնդիրը լուծել։ Բայց դա մեր ժողովրդի մեջ տարածված է, որտեղ երկարատև բուժում կարող է իրականացվել, այսինքն կարող է բուժումը համատեղել իհարկե նաև էսթետիկ որոշակի միջամտությունով։ Կենտրոններ կան, որոնք հենց շեշտը դրել են էսթետիկայի վրա, բայց այստեղ խնդիրը հենց բժիշկը պետք է իրականացնի, հենց գինեկոլոգը իրականացնի, որովհետև ինքն է տարբերակում, դա առողջական խնդրի հետևանք է, թե պարզապես ինչ որ առաջացել է խնդիրը եւ պետք է ուղղակի էսթետիկ լուծումներ ստանալ։ Այսինքն սա պարտադիր բժիշկն է իրականացնում, քանի որ մենք ունենք վիրահատարան, մենք կարող ենք մեզ մոտ նաեւ տեղային ազգայացումով իրականացնել փոքրիկ վիրահատական միջամտություններ։ Այսինքն կան կենտրոններ, որտեղ նման պրոցեդուրան իրականացնում է ոչ գինեկոլոգը։ Ցավոք սրտի, այո, եթե ունեն ապարատ, որտեղ ներառված է գինեկոլոգիական գլխիկը, այդտեղ կարող է ուղղակի սովորական կոսմետոլոգը անցնել, հա, որոշակի կուրսեր եւ իրականացնել, իհարկե դա շատ սխալ է։ Եթե կինը չի ցանկանում լուծել էսթետիկ խնդիր, բայց ունի որոշակի առողջական խնդիր կամ ուզում է անցնել պրոֆիլակտիկ ստուգում, ինչը եւս շատ կարեւոր է առողջության համար, կարող է դիմել իմպլանտում։ Այո, իհարկե, որովհետև մեր մասնագետը հենց գինեկոլոգ է եւ իրականացնում է կոնսուլտացիաներ եւ իհարկե նշանակում բուժումներ։ Պարտադիր չի, որ մեզ դիմեն ուղղակի էսթետիկ խնդիրը լուծելու համար։ Ելենայի ինստագրամյան էջն ու իմպլանտումի տվյալները կթողնեմ հաղորդման նկարագրության բաժնում։ Դուք հիմա ձեր ստեղծագործական գործունեության մեջ ձեզ լիարժեք ռեալիզացված զգում եք։ Եթե մի բան գրում եմ կամ նկարում եմ կամ կերպար եմ ստեղծում որպես արտիստ, ես այդ ամեն ինչը լիարժեք եմ անում։ Լիարժեք, ես չեմ խափում ոչ մի տեղ։ Լիարժեք
ամբողջ հոգով, ամբողջ սրտով ես այդ ամեն ինչը անում եմ, որովհետև դա ինձ ավստահը ես պետք է անեմ ու դա պետք է պատվով անեմ, պատվով վերջացնեմ այդ ամեն ինչը։ Այն երազանքները, որով որ դուք սկսեցիք ձեր ճանապարհը, ի վերջո կատարվեցին, թե ժամանակի հետ փոփոխվեցին եւ մի երազանք դերևս չի իրականացվել, դա թատրոն ունենալն է, որը որ ավելի լավ է մարդիկ ռեստորան բացեն, ավելի լավ է կազինոներ, պոռնոգատներ բացեն, քան թե թատրոններ, գրքեր հրատարակեն, պատկերացրեք շատ սարսափելի է, երբ որ քո ամեն ինչը գողանում են, դարձնում են իրենցը, գրքերով, то չգիտեմ ինչերով հրատարակում են, որ սա մերն է, իսկ մենք մեր եղածին տեղ չենք կանգնում։ Պարոն Ալեքսանյան, դուք ժամանակին հեռացաք Սունդուկյան թատրոնից, որովհետև համարում եք, որ այնտեղ անարդարություն է տիրում, դերաբաշխման տեսանկյունից եւ այլն եւ այլն։ Կարո տենց բան։ Եվ հետո այդպես էլ որպես գրանցված դերասան որևէ թատրոն չվերադարձաք։ Սա մինչև հիմա ձեր կռիվն է թատերական ոլորտում տիրող իրավիճակի հետ, թե ինչ որ պահի այլևս ցանկություն չունեիք թատրոնում լինելու։ Չէ, ես միշտ ցանկություն ունեմ, ուղղակի գիտեք ինչն է խնդիրը, երբ որ ես գնացի արտերկիր, արտերկրում իմ աշխատանքներից մի քանիսը ցույց տվեցի թատրոններում։ Մեծ հաճույքով ցանկություն հայտնեցին իմ հետ աշխատել ու աշխատեցի ես։ Ես արտերկրում Չեխիայում եք աշխատել։ Չեխիայում թատրոններում, իրաց պետական թատրոններում 10 բեմադրություն եմ արել, հետո բանում Սփյուռքի հանրագիտարանում այդ բեմադրություններ անելու հայապահպանման խնդիրը Սփյուռքում լուծելու համար անունս հանրագիտարանի մեջ գրեցին, բան չունեմ ասելու, բայց երբ որ վերադարձա Հայաստան, ես այդ իմ աշխատանքներով, ընդեղի արդեն աշխատանքներով, որովհետև իմ ամեն մի բեմադրությունը Չեխիայում թատրոններում բանա բեմադրություն, արածս բեմադրությունները մինիմում 10 տարի անշլակ խաղացել են իրենք, մինիմում 10 այդ նամակներն ունեմ, տունը պահում եմ, էլի Չեխերի։ Երբ որ վերադարձա այստեղ, գնացի տարբեր թատրոններ, ինձ ասում են փող ունես, որ ներկայացում բեմադրես։ Ասի դուրս է ինձ փող են տալիս, որ ես իրանց ներկայացումներ իրանց թատրոնում բեմադրեմ։ Դու ինձ ասում ես փող ունես, որ ներկայացում բեմադրեմ։ Ես քավից սխալ հասցեով եք եկել։ Ամեն դեպքում, օրինակ թատրոնները ունեն ղեկավարներ, այդ մարդիկ մեր միջից են, ձեր ոլորտից են, թատրոններում կան բեմադրող ռեժիսորներ։ Ինչու Արտաշես Ալեքսանյանը, որը Չեխիայում բեմադրություններ էր անում եւ ուներ իր մասնագիտական պահանջարկը, Հայաստանում չունեցավ մասնագիտական այդ պահանջարկը։ Շատ թեթևակի ունեցա դերասանական աշխարհում։ Իսկ որպես ռեժիսոր թույլ չտվեցին այդպես էլ։ Ինչու թույլ չտվեցին։ Ինձ թվում է բան կոնկուրենցիան լավ բան, ախր ինչ են վախենում, ես չգիտեմ։ Երևի, չգիտեմ, միգուցե այդ ինչ եմ ասում միգուցե, որովհետև տենց դեպք եղավ, երբ որ 98 թվականին ես Գյումրի թատրոնում բեմադրում եմ Երևանդոցյանի Չարշլա Արտին աղա։ Այդ ժամանակ Ալբերտ Մկրտչյանն էր բանը, գեղարվեստական ղեկավարը։ Առաջի գործողությունն արեցի, իրան մյուզիկլ էի արձակել, ջագեր ենք նվագում էին։ Հետո մի օր որ փորձի եկա, ես չիմացա ով էին բալկոնում զրուցում, ես բալկոնի տակն էի կանգնած, բեմի վրա պետքա փորձենք։ Այս տեսակ խոսակցություն լսեցի, ասեց Եվրոպական մագարտակի բեմադրություն կենե։ Այսպես որ էստա աբոյին վարիկ ու դա։ Հասկացա՞ր ինչ եմ ասում։ Այդ իդ տնորենի ձենն ականջիս մեջ էլի։ Հա, դիլես որ լսեցի, ասի, ստե ինչ որ բան կա, բայց անցավ մի օր ժողով արեց Ալբերտ Մկրտչյանը, ասեց Արտաշես ջան, ասեց այ մի գումար չկա բեմադրությունը շարունակելու համար։ Ասեց դու կարաս էսկիզներ ասես անես, տենց երկրորդ գործողության։ Հենց գումար կլինի, ասեց ես կանչեմ կգաս կշարունակես։ Ես էլ այդ ժամանակ այդքան միամիտ չէի արդեն, որ նաբրոսկեքն անեի, թողեի, նաբրոսկեքն անեի, հետո բռնեին իրանք շարունակեին, դարձրին իրանց անունով, ասային մենք ենք բեմադրել Չարշլա Արտին աղա, որտեղ շատ հետաքրքիր ներկայացում էր։ Չարշլը ասում է սուարե,
ասում է եկելեք տունս նկատի ունի հայրենիքը, եկելեք տունս թատրոն գխաղակ։ Այն բեմադրությունը ես այնպես էի դրել, որ դա օպերայի բանն էր, ազատության հրապարակն էր, այդ տեսակ էի դեկորացիան սարքել տվել։ Աստիճանները այդ բանը սյունը, երկու կոմիսիոնը։ Ունդ ելույթ են ունենում դերասանները, շնորհքով դերասաններ են, մեկը Վազգենի ձենով էր, մեկը Վանոյի ձենով էր, մեկը Լևոնի ձենով էր խոսում, հասկանում եք։ Շատ հետաքրքիր բեմադրություն էր, երաժշտական, այդպես էլ կիսատ մնաց։ Ստացվում է, որ մրցակցությունը Ալբերտ Մկրտչյանի հետ ստեղծեց այն իրավիճակը, որ ձեզ դուրս մղեցին թատրոնից, այդպես է ստացվում։ Ես չգիտեմ ում հետ էր մրցակցությունը, ամենայն դեպս այն ինչ եղել է, ես դա եմ ասում։ Դուք ինչ հարաբերություններ ունեիք Ալբերտ Մկրտչյանի հետ։ Բա ինքն էր ինձ հրավիրել բեմադրություն անելու։ Հետո երբ ասաց, երբ գումար լինի կզանգահարենք, որևէ խոսակցություն իր հետ դրանից հետո ունեցաք, թե ոչ։ Չէ, ես ասում շատ բարի։ Ու թողեցի եկա։ Ու այլևս չհանդիպեցիք։ Ոչ։ Հետո ձեր ճանապարհը շատ ավելի սահուն ընթացավ կինոաշխարհում, որովհետև ի հակակշիռ թատրոններում ձեր բացակայությանը, կինոյում ձեր բացակայությունը գրեթե չենք ունեցել։ Մի նախագծին հաջորդում էր մյուսը եւ այլն եւ այլն։ Դա ձեր դերասանական պահանջմունքները բավարարում էր, թե ամեն դեպքում դուք ավելի շատ կուզեիք որպես ռեժիսոր ներկայանալ։ Չէ, դե ես ավարտել եմ որպես արտիստ վգիկը, ընդունվեցի դերասանական ֆակուլտետ վգիկում, բայց ավարտեցի որպես արտիստ։ Այսինքն ես այդքան ստացա մեր վարպետներից, որ կարողանամ մեկը մյուսից տարբերել ու անցնել այդ գիծը, դե ընդեղի դպրոցը մի քիչ ուրիշ է։ Ընդեղի դպրոցը մի քիչ տարբերվում է մեր հայկական դպրոցից, էլի։ Միգուցե դա էր պատճառը, որ այդ ժամանակ արդեն կինոծրագրերին մեկը մյուսին էր հաջորդում։ Ամենահետաքրքիրը որն էր, որ դա կարծեմ էլի 90-ական թվականին էր, երբ որ ինձ հրավերք ստացա արտասահման, համատեղ ֆիլմ արտադրություններ Ֆրանսիա, Իտալիա, Իսպանիա, Աֆրիկա, Մարոկը եւ այն ժամանակ SSR էր կարծեմ 90 թվականին։ SSR Հայաստանից մենակ ես էի հրավերք ստացել։ Մասնակցում էին աշխարհահռչակ աստղեր, Կլավդիո Կարդինալ, Օմար Շերիֆ, Ուգո Տայնացի, Մյուրեյ Աբրահամ, Խարվի Կեյթել։ Ես որ գնաց տեսա այդ մարդիկ են, ասի տղա ջան գոտի ձգի, նայտես ուր ես եկե, նայտես ում ես ներկայացնելու, զգուշ եղի։ Այդքան բան ես ինձ ասեցի, բայց իմ ասածից հետո ես ավելին արեցի, քան սպասվում էր, դա արդեն վկայեց հենց Սուխեին Բեմբարկ ռեժիսորը, որը որ Հասան II թագավոր ինգերներ, միասին էին այդ ծրագիրը նախագծել, փողը դրել, որպեսզի այդ ֆիլմը նկարեին, պատմական ֆիլմ էր, որ ինքը ռեժիսորը երկրորդ դերի առաջարկությունն արեց, ու ասեց ես ուզում եմ իմ ֆիլմը քեզանով սկսվի, որպես կաթոլիկ եկեղեցու վանահայր։ Իսկ առաջի բանը կերպարը որ խաղում էի, Թունիսի թագավոր էի խաղում։ Այդ արտիստների հետ նկարվեցինք, ընկերություն արեցինք եւ այլն, բայց մի հատ գործողություն արեցի ես այնտեղ էլի։ Հետս կային Լուսահոգի Սերգեյ Բանդարչուկն էր Ֆեյջայի հերը, Բանդարչուկի, մեծ Բանդարչուկը էլի։ Ռուսաստանից Բանդարչուկն էր, Իլինն էր, որպես սովետական միությունից հրավիրված, Տաշկենտից Խաշիմ Գադոևն էր հրավիրված, մի 2-3 դերասաններ կային, ազգանունները մոռացել եմ։ Ու փոքր փուչուր Երևան գյուղից բան Արտաշես Ալեքսանյանն են հրավիրել։ Ես որ գնացի իրանց սոցիալական վիճակը տեսա սովետական միության դերասանների, շատ խիստ զայրացա, բայց պետք է պատմեմ այս պատմությունը։ Այդ տեսան առաջի, որ ես պետքա նկարվեի, եկեղեցի պատվալում են նկարում։ Պատվալի ուրեմն ներքևը լրիվ ջուր է, ուստեղ բետոնից սենց գնում է աստիճաններ, հա, որ ես վերևի աստիճանին, ասենք, մեջտեղի աստիճանի ներողություն։ Աթոռներ են սենց, որ են բիճում են աթոռներ են դնում, որ ասենք համաշխարհային աստղերը նստեն հանգստանան։ Բայց սովետի դերասանները ընդ պատի տակ գցած են։
Այդ ջուրը մուրը ցեխը մոխելը որքը։ Իա, չհասկաց այն մարդ։ Народный артист СССР։ Պատիտոգն այն մարդ։ Ղազախստանի народный артист, то չգիտեմ որտու Ռուսաստանի народный артист էլի։ Այդ ջուրը որքը այդ պատը խոնավ պատերի բան մոտ աթոռները բանը դրեն նստալեն։ Ես էլ այդ առաջ օրը գնացել եմ ասում գնամ տեսնեմ հələ որտե են նկարահանում, հասկանամ ինչիցոց է։ Գնացի տեսա Անձնագիրս վերցրեցի, գնացի հաշվապահի մոտ, ասի խնդրում եմ անձնագիրս վերցրեք, որ չմտածեք, որ ես փախնում եմ կամ եւ այլն։ Իմ ամբողջ հասանելի գումարը տվեք։ Զարմացած թե ինչի համար, ասի խնդրում եմ տվեք։ Անձնագիրս վերցրեց, գումարը տվեց։ Եկա գնացի մի հատ սևամորդ եղբայր ճարեցի։ Մոտ էլ թարգմանի ճարեցի, որ ռուսերեն բանը արաբերեն էր խոսում։ Իրար հետ գնացինք խանութ։ Գնացինք խանութ, սիրուն մի հատ աթոռ արա։ Ես։ Այն իրանց աթոռները որ բերում դնում էին աստղերի համաշխարհային։ Ասենք կաշվից էր, բացով էր։ Պոպոկի կարմիր փայտից եւ բացվող կաշվից էր իրանց անուններն էլ հետևը գրած։ Գլանջո կարդինալ հետը Մոմար Շերիֆ եւ այլն եւ այլն։ Գնացինք, ես տեսել եմ արդեն ընդ որ աթոռները դնում են, գալիս են աստղերը նստում են, իրանց կոֆե, չայ, բան, ջուր եւ այլն եւ այլն։ Դրա համար ես գնացի գումար ուզեցի, վարձեցի թարգմանիչին եւ այդ բանը մեր ծևամորդ եղբորը։ Իրան բան առանք, ֆրակ առանք շատ սիրում կարմիր գույնի, սպիտակ սրբիչով, սև ձեռնոցներով, մի հատ աթոռ առանք, բազկա աթոռի նման աթոռ էր, լավ, նենց թագավորական կրեսլոյի նման, երկու հատ էլ կովրիկ խալի, մեկը աթոռի վրա է, մեկը ոտքերի տակը, աստղերը չունեին ոտքերի տակը, կովրիկ, հիմա եկանք արդեն մյուս օրը նկարահանման ենք, ես այս սևամորդ եղբորը թարգմանիչի միջոցով բացատրում եմ, էլի ասում եմ, այդ եկեղեցի այս բանը պատուհանները որ կան, այս պատուհանից որ լույս ընկնում է, ասեցի, նայտես, ինքը սենց է, չէ, կեսը սև է, կեսը ստեղ լույս ընկնում աստեղ արև է, այս պատի կողքը սև է, աթոռը կբերես, ասի կդնես տենց ուղիղ կեսով, դու էլ որ կանգնես ուղիղ կեսով կկանգնես, որ կեսը տակի տակ սև է, ասի, մյուս կեսը արևին ելնի, ես էլ որ գամ նստեմ, ու առաջի կադրը նկարում են որպես Թունիսի թագավոր, որ պետք է գամ ու որ արդեն գերի անգել այդ բանում։ Վերել են այդտեղ էլի։ Լրիվ թագավորական շորերով բան, բայց արդեն որպես գերի ընկած թագավոր Արոն Լևի եւ այլն եւ այլն։ Մի խոսքով, ասի կբերես այդտեղ կդնես, ասա հենց այդ միջում կլինի, կգա սիրում կկանգնես այդ սրբիչով բանով, ու տերմոսը ձեռք տերմոս է։ Սիրուն լավ տերմոս էր, սենց բացում էր, թեյը, ջուրը, կոֆեն, բայց ասեցի, մեզ բան պետք չի ասեցի, մեզ կդնես ընդ սոկ, ջուր, կաթ, եսա կասեմ ինչի համար եմ ասել։ Նկարեցին, բան արեցին, ուրեմն ընդմիջում տվեցին, աթոռները բերեցին, շարեցին, ես հələ չեմ նկարվում եմ, ընդմիջումից հետո պետք է ես նկարվեմ։ Աթոռները բերեցին, շարեցին, եկան աստղերը նստեցին, բերին իրանց սուրճը, իմ աթոռս էլ բերեցին այնտեղ հետը իրանց հետևն եմ դրել։ Իրանք սուրճը խմում են, բան, այս Կլավդիո կարդինալը խմեց, բան ինչ որ Օմար Շերիֆին բան էր ասում։ Մեկը լաշկում գավ հետևը, ընդ ինչ որ մեկը նստած է։ Ինչ որ սևամորտը բան ֆրակով, բան էս կոմենկով, ու ինչ որ մեկը նստած է թագավորական շորերով։ Օմար Շերիֆի ականջին մի բան խոսած, այն մյուսին, բայց ցենց փսփսացին ու կամած հերթով բոլորը շուրեկան նայեցին։ Ես դա հատուկ էի արել։ Եթե հիշում եք, մի հատ ֆիլմ կար, Վիա Արտմանն էր խաղում, որ ասում էր թագավորը երբեք շուրջ չի գալիս։ Իր ականջին են գալի ասում ամեն ինչ։ Ես հասա նրան, որ դուք խաղում եք համաշխարհային որպես աստղեր, դուք եթե այդ մարդիկ եք, դուք չպետք է շուր գայեք նայեք թե այնտեղ ինչա կատարվում։ Կարային գան ձեր ականջին ասեն կամ չգիտեմ ինչ անեն, հետո դու մոտենայր ասիր քեզ տենց բան անում կամ եւ այլն չգիտեմ ինչ։ Դու չպետք է շուր գայիր։ Ես ինչից դրթվելով եմ դարը, որպես երրորդ սորտի մարդ, որ մեզ գցել էին ցեխերի մեջ, իսկ
իրանք որպես համաշխարհային աստղեր ոչ մեկը մի հատ ձեն չի հանել, որ ինչ տարբերություն սովետի ժողովրդական արտիստ է, կապ չունի, քո գոլեգան է։ Դուք չեք թույլ տվել, որ իրանք ցեխերի մեջ մնան, մենք ստե բարձունքում աթոռների վրա նստենք, կոֆե խմենք։ Ես մենակ դրա համար արեցի այդ ամեն ինչը։ Էսանք որ շուրեկան, հետո սենց օբշի նայեցին, ես էլ այդ ընթացքում իրանք մեկը թեյ խմում, մեկը սուրճ խմում, ես էլ կաթ եմ խմում։ Մաքրության խորհրդանիշ, կաթը սիրուն խմեցի, դրեցի ու հիմա իմ հերթն է նկարվելու։ Ներողություն, իսկ որևէ արձագանք չեղավ, չէ՞ որ այնտեղ կան ադմինիստրատորներ, ռեժիսոր, Ես իրանք չեմ խանգարում, ես Սյոմշի պլաշատկային չեմ խանգարում։ Հիմա իմ հերթն է գալիս որ նկարվելու։ Պետք է նկարեն, ուրեմն ցեպերի մեջ, այսինքն արդեն գերինգած այդ թակարական շորերով Արուլևիկ եւ այլն, երկու կամերա է աշխատում։ Հիմա պատկերացրեք ինչքան է պատասխանատվությունը մեծ։ Ես պետքա նենց խաղամ, որ արդարացնեմ ես իմ արածները լրիվ։ Եթե հիմա կամերայի հետևն էլ սա հավաքվել նայում են, դե ես սեցով вообще որ սենց բան անում, գնաց մոտոր ռեկ ակտոր բա։ Հիմա ես խաղում եմ, մնես տեսարանա, որ աշկերտից արունա թափվում էլի, այտենց եմ խաղում։ Այդ ջոկում եմ, ես ռեժիսորը բանին, օպերատորին ասում է կռուպնյաց էլ աշկերի նկարի սրա։ Մեկ էլ ստոպ տվեց, կամերայի հետևից գիտեք ինչ ձեն եկավ։ Հանգստացան աստղերը, համաշխարհային աստղերը հանգստացան մասնագիտական առումով։ Օմար Շերիֆը մոտեկացավ ինձ, ասեց, ինչ ազգ ես։ Ասի հայ եմ։ Ասեց Անրի Վերնոյի մոտ, ասի գիտեմ, մայրիկում ասեցի հայրիկի կերպար եք կերտել։ Ասեց իրիկունը ես քեզ խնդրում եմ հյուրանոցի ռեստորանում ժամը այսքանը ես քեզ այնտեղ կսպասեմ։ Արի այնտեղ։ Գնացի։ Էլի եկան։ Կլավդիո կարդինալն էլ եկավ այդ ժամանակ։ Մյուրեյ Աբրամն էլ եկավ։ Մյուրեյ Աբրամի հետ նկար ունենք բասեինի մեջ, նկար ունենք, բան, ցենց իրար գլխի քծվելով, մսվելով բան ենք անում։ Հրճվում ենք միասին։ Ինձ հարցրեցին ինչի համար այդ բանը արեցիք դուք։ Ես ասի մարդը սմարտ լինի։ Ինչի համար ասեցի։ Դուք ասեցի արտիստ եք, չէ՞։ Ձեր մասնագիտություն գոնե սալիդնես պետք է լինել, էլի բանայի։ Պետք է կարողանայինք պահեիք։ Սերգեյ Բանդարչուկ, այ մարդ народный артист ՍՍՍР։ Ինչ եք թողել ինքը այդ կարգի մեջ մնա։ Հանեք ձեր հետ նստացնեք։ Այն մյուսին էլ հանեք նստացնեք, ես խելոք կնստեի, ես ոչ կոչում ունեի, ոչ բան, նոր այդ աշխարհ եմ մտնում։ Հետագայում ամեն դեպքում ձեր գործունեությունը ծավալեցիք Հայաստանում։ Այո։ Ինչու՞։ Որովհետև վարպետս ասեց գնա Հայաստան, դու Հայաստանին է պետք ես։ Ես որքանով որ գիտեմ դուք ուզում եք մնալ Ջիգար Խանյանի արվեստանոցում։ Ուզում էի մնալ, բայց ինքը չթողեց։ Սկզբից չթողեց, ասեց չգնա, ասեց բան Հայաստան, դու Հայաստանին պետք ես։ Ափսոսանք ունեիք։ Հետո, շատ հետո բանը ափսոսացի, որ իզուր չեմ մնացել, բայց դե եթե ինքը մի բան ասում էր, ուրեմն մի բան գիտեր, որ ասում էր, բայց ափսոսացի, այս վերջերս է մենակ ափսոսացի, երբ որ իր շուրջ այս ամեն ինչը ստեղծվավ, այդ վատ մթնոլորտը ստեղծվավ, ափսոսացի, որ ես այնտեղ չեմ եղել, ես որ այնտեղ ելնեի կկանխեի շատ բաներ։ Ինչ կկանխեիք օրինակ։ Դա թող մնա իմ մեջ։ Այդ ամեն ինչը տեսնելով, այս ռեժիսոր ջանը մոտիկացավից ասեց ես ուզում եմ որ դու երկրորդ կերպարը խաղաս մեր ֆիլմում որպես священник կաթոլիկի ցերկվի այդտեղ էլ մի հատ դեպք տեղի ունեցավ այդ священник խաղալը նավի վրա մի 150-200 հոգի մարդ կա հետևից գցած գալիս է դաժե շատ 500 էր կարծեմ խաչը ձեռքին ֆիլմը տենց է սկսվում հեղափոխական կոչեր անելով խաչը ձեռքին գալիս է այդ հակատ մոբանով որպես վանքի ծառայող վանահայր այ մարդ այսքան մանանոք է ռուսերեն
Եկա ասի կես մոռացա։ Ռուսերենը մոռացա լրիվ։ Ու սկսեցի հայերեն հայոյել։ Հայերեն հայոյում եմ, չկանգնացրեց ռեժիսորը։ Վերջում եկավ ասեց, «Էդ ի՞նչ է լեզվով էր խոսում», ասի հայերեն։ Ասեց շատ լավ էր։ Բայց այնց հայրանքներ էի տալի, հեղափոխական հայրանքներ էին դրանք։ Բա հետո ինչպես դա Հետո ներկայացվեց։ ռուսերենն չէին դնում իրանք։ Իրանք հետո շատ մեծ ձայնադարան ունեն, որտեղից որ ես շատ զարմացա, երբ որ ես ֆիլմը նայեցի, թե ոնց են իրան ձայնադարանից հարմար գտել իմ ամեն մի ձայնի ելևեջին համապատասխան ձայն էին գտել ֆրանսերեն։ Ֆրանսերենն այնց էր խոսում, ես ասում եմ, ես եմ ֆրանսերեն խոսում։ Դուք ի սկզբանե քաստինգով Չէ, եք։ ինձ ընտրել էին իրանք։ Իրանք եկել էին Մոսկվայում որ բան էին արել, այնտեղ ասել էին, սենց մի հատ մարդ կա, էլի դերասան կա, հիմա Հայաստանում է, ավարտել է։ Ես այդ ժամանակ Օթելլո էի խաղում։ Բանում ավարտականս։ Իսկ ինչ էր նշանակում երիտասարդ դերասանի համար առաջին պահը լսել, որ նման առաջարկ ունի։ Շատ բան էր նշանակում, որովհետև բան էր էլի ինքը։ Առաջի մեծ աշխատանքներ եւ առաջի բաններ, зарубежный արտերկրյա ճանապարհորդություններ ֆիլմում։ Ամենատարօրինակ ասեմ այդ պատմության մեջ որն է, որ ես առաջի անգամ գնացի, երկու անգամ եմ գնացի եկել, առաջի անգամ որ գնացի նկարվեցի եկա, դենտեղ ասեցի, ես այդ ժամանակ Սունդուկյան արդեն թատրոնում էի աշխատում։ Մոսկվա ավարտե բրծել է 90 թվական։ Եկել եմ Սունդուկյան թատրոնում էի աշխատում։ Առաջի անգամ որ եկա, ասի թատրոնում ներկայացում ունեմ, պետքա գնամ, ասում դու չկա։ Հիմա պատկերացրու Մարոկոից պետք է թռնեմ Մալտա, Մալտայից Մոսկվա, Մոսկվայից Երևան, որ այդ օրը պետք է ներկայացում խաղամ։ Հետո մեր օրը նորից պետքա գնամ։ Ասում կարելի է, չի ներկայացումը հետա ձգել բանանել, բան, բայց չէ։ Ես ուզում եի ման գալ։ Երբ երիտասարդ տարիքում սկսում ենք շոշափել հաջողությունը, նկատել, որ մենք մասնագիտական դաշտում ոնց որ թե ինչ որ լավ ճանապարհ ենք անցնում, հնարավոր է հաջողություններ ունենանք, շատ հաճախ գալիս է նաև միանգամից շատ մեծ ինքնավստահություն, երբեմն նաև որոշակի մեծամտություն երիտասարդ տարիքում վտանգը կամ մեծամտանալու։ Այ երիտասարդ տարիքում դուք ինչպես էիք ընդունում այդ հաջողությունները։ Շատ լավ հարց տվեցիք, շատ հոյակապ հարց տվեցիք։ Ես որ Մոսկվայում սովորում էի երկրորդ կուրսում, բան էին բեմադրում դիպլոմային աշխատանք էր, բայց հատվածներ դիպլոմային աշխատանքից արդեն երկրորդ կուրսից ոսկե այս հատվածն էինք բեմադրում, այն հատվածն էս բեմադրում, այն հատվածը չորրորդ կուրսում արդեն ամբողջ պիեսն էս բեմադրում։ Երկրորդ կուրսում դե նոր սկսել ենք բանը Օթելլոն բեմադրելը։ Ես երբեք մինչև այսօր կյանքում երբեք չեմ ուշանում։ Ես միշտ շուտ եմ գնում։ Այդ օրի մեղքը չէր էլի։ Տրանսպորտներին չէր, չհասկացա 5 րոպե ուշացել էի Ջիգարխանյանի դասից։ Ես գնացի արդեն ինքը բանը լսարանում էր։ Ներս մտա, ասի կարելի է, ասեց չէ։ Ասի բայց ես չեմ մեղավորել, տրանսպորտն է։ Ասեց լսի քեզ ինչ եմ ասում։ Քեզ թվում է դու որ Օթելլո ես խաղում։ Քեզ ամեն ինչ կարելի է, հա։ Հա, ասեց, աստղայինը տարել, հա։ Ասեց դուրս գնային դասերից չգազել։ Այդ գիտեք ինչ է իմ համար։ Մահի չափ հավասար բան էր դա։ Ասի դուրս գնա ասեց։ Ու ես դուրս եկա։ Դուրս եկա ամսից ավել ինձ դասի չթողեց։ Ես այդ սյուների հետ էի փորձում։ Մի օր այդ սյուների որպես Դեզդեմոնա էլի սյուների հետ փորձում։ Մի օր ես Դեզդեմոնայի բան սյունի հետ խոսում եմ, բան մեկը ձեռը դրեց ուսիս։ Շուրեկա տենամի ինքնա մի անգամից քրտինքը տվեց վրես կապտա կարմրա։ Ասեց անցի լսարան մյուս անգամ չտեսնեմ։ Այդտեղ ինքը ջարդեց ամեն ինչ իմ մեջ։ Ասեց հետո որ Տագնկայի թատրոնում Օթելլո խաղացի, ռուսները նենց մի հոդված գրեցին,
պահել եմ այս այդ սախոտվածները այդ ներկայացման ու իմ դերակատարման համար, հետո այնտեղ թեատրալի ярմարկայում այլ առաջի մրցանակ ստացա այնտեղ եւ այլ շատ բաներ մրցանակներ ունեմ տենց ասեց հանկարծ ասեց են չլինի որ քիթը վերև տնգես որ ալթելո ես խաղացե կամ խաղում ես եւ այլն գրել են բան գցում ես ասեց ստեղը փակում ես բանալին կուլ ես տալիս всё եղավ անցավ ասեց իրանք իրանց գործն արել են գրել են դուք ու գործն ես արել իրանք էլ իրանց գործն են անում գրում են դրա համար ասած իրանք փող են ստանում մի քեզ լավ ես արել լավ են գրել այդքան բան մոռացի այդ դիրը ստեղ թող մնա ինքը այտենց այդտեղից հետո այդ ձեր ասած այդ աստղային հիվանդություն դու չգիտեմ նախանց որ նախանձեմ որ այդ ինչի բան է ինքը բան է մպողոսը բան չէ բոլորովին սա այդ ամեն ինչ այդ մի հարվածով դուրս բերեց իմ միջից ինքը Պարոն Ալեքսանյան, հետաքրքիր է իսկ ինչ հիշողություններ ունեք Խորեն Աբրահամյանի, Սոս Սարգսյանի, Ֆրունզիկ Մկրտչյանի հետ կապված։ Բոլորի հետ աշխատել եմ ու շատ գոհ եմ։ Էլի իմ վարպետներն եմ համարում։ Այդ կորիզեց բանը, այդ ժամանակաշրջանի ում հետ որ շփվել եմ, ես իմ վարպետն եմ համարում։ Խորեն Աբրահամյանի շատ բան եմ սովորել։ Սոս Սարգսյանից, Ֆրունզիկ Մկրտչյանի հետ երկար եմ աշխատել, Խորեն Աբրահամյանի ու Սոս Սարգսյանի հետ, Սոսի հետ Սունդուկյան թատրոնում ներկայացումներում եմ աշխատել, ես մինչև այսօր հպարտանում եմ, որ Սոս Սարգսյանի գահակիրն եմ եղել եւ իր բարս ծունկերի բարսն եմ տարել, երբ որ իրան դնում ես բարսը ծունկ են բերում ու թագադրում են։ Այդ բարսն են տարել։ Այդ առաջի բանն էր էլի որ Սոս Սարգսյանի հետ հանդիպումներին։ Ոնց թե Սոս Սարգսյանի գահայարը, ես եմ գահա Սոսի բռնում։ Բա հիմա որ ասես արի մասով կամ մտի մասական տեսան, ասենք։ Հրաշալի դպրոց եք անցել։ Շատ։ Հաշվի առնելով թե ինչ դերասանների հետ աշխատելու հնարավորություն եք ունեցել եւ կապ չունի, հա, դերը առաջնային է եղել, թե մասսայական տեսարանում է եղել, որովհետեւ այդ դերասանների հետ աշխատանքը արդեն դպրոց է։ Ինչ եք կարծում, այսօր մեր երիտասարդ սերունդը ունի իր կողքին դերասաններ, որոնցից նույնքան կարող է սովորել, որովհետեւ մենք միշտ սովոր ենք արժեզրկելու այն ինչ հիմա մեր կողքին է։ Այն ինչ մենք հենց այսօր ունենք, մենք սովորենք դա արժեզրկել եւ գնահատել հետմահու։ Ցավոք սրտի մեր ազգի թերությունը դա է, որ միշտ հետմահու գնամերը արի սիրեմն են միշտ խաղում, կենթանության օրոք բան չեն անում։ Անհասկանալի երևույթ է իմ համար դա, որ մարդուն չեն մեծարում իր կենթանության օրոք, էլի։ Այդքան ինքան մարդիկ գիտեն, որ այդ տեսակ են։ Այդ արժանի մարդիկ են, իրանք կարելի է Իսկ այսօրվա բան չէ կան սերունդի մեջ մեր երիտասարդ սերունդի մեջ կան լավ դերասաններ, որոնք որ բռնել են արտիստի ճանապարհը ու ավակ սերունդի հետ շատ լավ շփվում են, լավ էլ գողանում են, լավ էլ սովորում են, տենց ասեմ, էլի։ Հա, շատ լավ են անում այդ գողությունը։ Ես նկատում եմ երիտասարդների մոտ, ասում իո, ես ինձ տարել ասա։ Եվ գնահատում եք։ Հա, լավ արա։ Որովհետև իմ վարպետը ասում է, ես չեմ բան տալիս։ Ասում է, ես ձեզանից եմ սովորում։ Դու ինչ կարաս ինձանից գողացի տար վերցրա։ Բայց սովորելը ես քեզանից եմ ասում սովորում։ Իսկ դուք հիմա երիտասարդ սերնդից սովորում եք։ Անպայման։ Պարտադիր։ Ես բիճ եմ, որովհետև ժամանակի հետ քայլ եմ պահում։ Պարոն Ալեքսանյան, ժամանակին հեռուստասերիալներում նկարահանվելը ձեզ համար ինչ որ առումով բարդ որոշում էր, թե դուք շատ արագ հասկացաք, որ ժամանակի շունչը հիմա սա է եւ պետք է ժամանակի հետ քայլել։ Եթե նայում ես կինոյի պատմությունը, ընդհանրապես պատմությունը նայում ես, ենթադրենք Բարսելոնան, չէ, Արգենտինան, լավ, զրցնենք Արգենտինան, որ կարողանամ անհատական օրինակ էլ բերեմ։ Արգենտինան աշխարհի խաղերում պետքա խաղա։ Ու Մեսին Բարսելոնայում չխաղա։ Բարսելոնայի խաղերին չմասնակցի։ Մենակ ասենք պարապմունքներին գամ երկու հատ այնքան ու սուտի տշի մշի։ Ու ոչ էլ պարապմունքներ, բան տենց։ Մենքան որ։ Ու աշխարհի խաղերին բանը Մեսին դուրս գա հավաքական։ Ոնց կխաղա։ Չի խաղա լավ։ Կարող է չխաղալ։ Կարող է չկարողանա խաղալ։ Այսինքն սերիալները դրանք ամեն օրյա մարզումներ են։
արտիստի դերասանի համար։ Դու քեզ կարաս այնտեղ այնքան հազար կողմից կարաս քեզ փորձես, հազար բան կարաս անես, այդ սերիալները ասենք, իրենց ֆորմատը թույլ կտան, որ դու մի քիչ սենց շեղվես, մի քիչ այնց շեղվես։ Դրա համար դու միշտ ֆորմայի մեջ եղի, միշտ ֆորմայի մեջ, որ կարողանաս վաղը միսու կանչեն գեղարվեստական ֆիլմ նկարվելու, կարողանաս այնտեղ արդեն կարողանաս լավ, եթե խապ գնդակով խապս էիր տալիս այսպես, հիմի կարողանաս սենց խապս տալ այդ բանը գնդակ էլի։ Արդյոք ընտրողաբար եք մոտենում են նախագծերին, որտեղ որ կնկարահանվեք, թե այս պարագայում, եթե նույնիսկ որևէ նախագիծ է, որի հետ մեծ հույսեր չեք կապում, հասկանում եք, որ շատ ավելի լավ է աշխատանքի մեջ լինելը, մարզավիճակում լինելը, քան չնկարահանվելը եւ շատ խիստ ընտրություն անելը։ Ես որպես բժիշկ չեմ կարող չվիրահատել տվյալ հիվանդին։ Իմ համար կապ չունի հիվանդը ռայոնից է, քաղաքից է, թե մարզից է։ Եթե եկել ինձ դիմել այդ հիվանդը, ու ես տեսնում եմ, որ ինքը իրոք հիվանդ է, որ կարելի է իրան վիրահատել, ես վիրահատում եմ այդ հիվանդին։ Մենակ մի դեպքում ես կհրաժարվեմ դերից։ Ես ասել եմ ամբողջ կյանքս։ Մի դեր կա, որ ես այդ դերից կհրաժարվեմ։ Ու չեմ խաղա։ Մնացած բոլոր դերերը իմ համար դա հաց թուխի նման բան է։ Ես հաց բոլորի համար էլ կթխեմ։ Իսկ որ դերը երբեք չեք խաղա։ Ոնց է, հիմի ոնց են կոչում, գալուբոյի։ Որովհետև կինոն նաև քարոզչամեքենա է, ի վերջո։ Ի վերջո, բայց այդ կերպարը չգիտեմ ինչի համար է ստեղծված։ Կյանքում էլ մարդիկ բոլորը չեն ընդունում դրանց։ Դրանք են էլի կեղտոտում սաղ։ Պարոն Ալեքսանյան, գալով ձեր ընտանիքին, դուք վաղ տարիքում սիրահարվեցիք, արեցիք ձեր ընտրությունը եւ ստեղծեցիք ձեր ընտանիքը, ու այդ երևի թե շատ մեծ պարգև է տիրոջ կողմից գտնելու այն մարդուն, որը որ ձերն է եւ ստեղծելու ընտանիք, որը ամուր հիմքեր կունենա։ Ձեզ համար որտեղ էր ընտանիքը ամուր պահելու գաղտնիքը։ Ամենակարևորը հիմքում, նայեք տեսեք, սիրահարվելը չի։ Աներևույթ բան է սիրելը։ Ինքը զգացմունք է, բայց այդ զգացմունքը ինքը շատ տաժանակիր զգացմունք է։ Իր մեջ շատ տաժանակիր բան է պահանջում, որպեսզի կարողանաս դու քո ընտանիքը սիրես, հարգես, քեզ սիրեն, հարգեն, դուք միասին սիրեք, սիրվեք, հարգվեք, դուք շատ երկուսով շատ տաժանակիր ճանապարհ պետք է անցնեք, որովհետև ժամանակակից մարտահրավերները, հասարակությունը եւ այլն, այդ դրանք ամեն ինչ խանգարելու են, որպեսզի դու երջանիկ լինես, որպեսզի դու սերով լինես, դրանք սա խանգարելու են քեզ, ինչի, որովհետև իրանք չեն հասկա եկել այն գիտակցության, որ պետք չի նախանձել Ամալիային, որովհետև այն ինչ տված է Ամալիային, եթե Ամալիային տված է ի վերուստ սիրել, ուրեմն ինքը պետք է սիրի։ Եթե քեզ չի տված, դու իրան մի նախանձի, մեկը քեզ չի տալու, որովհետև քանի դու չես եկել հասել այդ եզրակացության, որ այն ինչ իրանա տրված, քեզ չի տրված, քեզ այն ինչ քեզ է տրված, իրան չի տրված։ Այ որ գանք հասնենք այդ գիտակցությանը, այդ ժամանակ արդեն կհասկանանք, թե ինչ բան է սերը։ Այսինքն ինքը դաժան ճամփեն շատ դաժան է, ահավոր դաժան է։ Բայց պետք է կարողանաս սիրես, որտեվ եթե դու հասկացար, որ ի վերուստ ես ընտրված, դա ի վերուստ է քեզ տրված, որովհետև դու ես խնդրել, ունեք ես խնդրել եմ, ինձ տրվել է։ Ու ես ամեն դեպքում չեմ կորցնի դա, որովհետև աշխատում եմ ուղղակի, որ չկորցնեմ։ Խնդրել եք մեծ սեր, թե կոնկրետ ընտանիքի որևէ մոդել, որը ունեցել եք արդեն։ Խնդրել եմ սեր շատ։ Այդ տեսակել եղավ բանի ժամանակ, էլի, երբ որ տիրոջ հետ սկսեցի հանդիպելը, ինքը մի անգամ շատ լավ բան ասեց։ Եթե այդ ժամանակ Բեյրութի կրիչներում հետաքրքիր էր, բան էի նվագում, բառաբան էի նվագում, մեծ բառաբաններից էի նվագում։ Տենց ստացվում, որ Բեյրութի կրիչներում ելել ինչ որ բառաբաններ էինք նվագում։ Ունդեղ էլ մի հատ գործ ծնվեց գրեցի, ունեմ իմ գործերի մեջ այդ տեսակ գործ, որ ես եմ Աբու Ալա Ալ-Մահարին, բանաստեղծը, դերասան աշխարհի, որդին մարդով, որդին Աստծո, տենց ինչ որ բան ծնվեց էլի։ Ու երբ որ
Ես իրան խնդրեցի, ինքը տվեց ինձ։ Հետո այդ գրիչներում որ նվագում էինք, ինքը ինձ ասեց, արտիստ ես ուզում դառնաս։ Ասի հա։ Ասեց աշխարհաբեմ եմ մարդիկ դերասան, խնդրեմ։ Գնա։ Լմբատավանքում, երբ որ ինձանից 7 տարի փոքր, արդեն ես վգիկի երկրորդ կուրսում էի սովորում, արձակուրդ է եկել, 3 հոգի էին ինձից 7 տարի փոքր, եղբորս ընկերներն էին։ Գնում էինք այդ լմբատավանքը։ Այդ լմբատավանքի ճանապարհին ուրեմն ասեց բաներ կա գծածելով, հա, գծած են էլի, բաստորեն տիրական չկար այդ ժամանակ, հիմի չգիտեմ կա թե չկա, հին բանը, գերեզմանա քարեր էին։ Շատ հին, մամրակալած, բան եւ այլն եւ այլն։ Ուրեմն որ եկա ես մոտիկացա այդ քարի կողից պետքա անցնեմ։ Անկախ ինձանից ոտքերս թուլացավ։ Չոքեցի այս քարը գրկեցի, ու սկսեցի սիրել այս քարը։ Նոյեմբեր արևը լավ ճակ վառում է։ Այս նայում ես այդ սարերին, ինքը արդեն կանաչը դեղնել է։ Նենց վառել է էլի արևը։ Հիմա այս քարի միջից հոմի տակ հոսան չի փչում, հոմի տակ օդ չի փչում։ Օսի տերոս ո՞ց էս ինչ է։ Այս երեխեքը 7 տարի ինձանից փոքր երեխեքը, եղբորս ընկերները։ Մեկը ասեց, ինչ իմանաս Աստծուց չի։ Ու իրանք շարունակեցին ճանապարհը ու ես էլ այդ շոյելուց բանից հետո հելա շարունակեցի ճանապարհը։ Գնացինք այդ հասանք Լմբատավանք։ Լմբատավանք դե առաջ եթե հիշում եք սովորություն կար, պետք է եկեղեցու բոլորը պետք է պատտվեին մի քանի անգամ, 3-ից 7 անգամ պետքա պատտվեին, նոր մտնել եկեղեցի։ Երեխեքը պատտվեցին, մտան, ես գնացի առաջի կռուգը, որ պետքա տամ, ու դիմացը մի հատ սև, մի հատ սպիտակ քար սենց իրար վրա դրած, հա, վրան մի հատ չքնաղ աղավնի է կանգնած, չքնաղագույն, եղնիկի հայացքով, ու չեք պատկերացնում ինչ գեղեցկությամբ աղավնի, ու ոտքին այն ասերի քթով, որ լինում է, սենց որ գիծես քաշում, այսինքն կլորակ էր գծած։ Նենց հայացքեր վրես գծած, որ ես չկարողացի մտնել եկեղեցի։ Գնացի իր մոտ։ Այսեն մոտ, այսենց, չի թռնում ինքը։ Գնացի հասա իր մոտ, նորից ծնկներս թուլացավ, իջա իր մոտ։ Այդ ծնկի եկած հայր մեր աղոթն եմ ասել։ Նենց չի որ ասենք առաքելական եկեղեցու հետևորդ եմ, բան կրոնավոր եմ եւ այլն եւ այլն։ Չէ, հայր մեր աղոթքն եմ ասում։ Այդ աղոթքից հետո ինքը մի 2 մետր թռավ հեռու գնաց կանգնավ։ Ես ենթադրեցի, որ թույլատրեց, որ մտնեմ եկեղեցի։ Այո։ Գնացի, եկա, մտա եկեղեցի։ Եկեղեցի մտնելուց շուռ եկա, նայեցի իրան, արդեն որ դուռը պետքա մտնի, ես այդ հայացքը չեմ մոռանա, հետո նկարիչ ընկեր ունեի, ընկերոջս խնդրել եմ, իմ տանը կա այդ աղավնու նկարը, այդ հայացքով էլի, դա մի, ես չգիտեմ ինչ էներգետիկ հայացք էր, երբ որ արդեն դրա մոտից շուռ եկա իրան նայեցի, ինքը մի հատ գլուխ սենց բարձրացեց ու թռավ գնաց։ Ու ինձ թողեց ներս մտա։ Բայց ներս մտնելը հələ հեչ։ Բայց ներսը ինչ կատարավ։ Ներսում գնացել եմ, այ մարդ հիմի այդ եկեղեցու պատերը դեն ժամանակ մոմերը բանը վառում են, չէ, պատերի բանը տեն սև բաներ լինում։ Ամենամեծ փոքր անցքի նման բաներ, այդտեղ մոմեր էին վառել, ժամանակին միշտ վառում են բան, մարդն էս քարը սևացել է, մոմի ծուխը բան տվել։ Գնացի անկախ ինձանից այս քար, մեծ քար այլի, այս քարը գրգեցի, հիմա ինքս դրսից սառնա, շատ հաճելի է, դեպքս սենց բան եմ դրել եմ այդ քարին, ներսից հոր, տակ օդ չի փչում, այ մորդ, էլի ասեցի, Տեր Աստվածոսի, էս ինչ է, այն մի երեխեն նորից ասեց ինչ իմանաս, ասեց Տիրոջից չի, դեղ ասեց Աստծուց, դեղ ասեց Տիրոջից։ Ես այդ բոլորը լսում եմ, ու հասկանում եմ։ Կյանքում ես երաժշտության հետ, երգի հետ ընդհանրապես կապ չեմ ունեցել։
անկախ ինձանից երկել եմ Կոմիտասի Մոկած Միրզա։ Սարսափել է ես ինքս, բայց դրսից ուրեմն մի հատ մարդ է գալիս։ Որովհետև ծանոթ է այդ երեխեքին, ինձ էլ է ծանոթ։ Ուրեմն գալիս է, ասում է, ու այդ ընթացքում մենք դուրս ենք գալի։ Ասում է, այդ այտենց անուշ ով էր երգում, ասում է եկեղեցում։ Երեխեք ասում են ինքն էր երգում։ Այո, ասում է, դե ես իրան ճանաչում եմ, ասում է, ինչ եք ասում, ինքը կյանքում երգած կա որ իմի։ Ասում է, չէ, ինքն էր երգում։ Շուռ եկավ ինձ հարցեց, դու ես երգում, ասի, հա, ես եմ երգում, երևի։ Երևին էլ ավելացրեցի։ Ու դրանից հետո շատ ահավոր բան կատարվեց իմ հետ։ Սկսեցի նկարել։ Սկսեցի աշխարհի բոլոր գործիքների վրա նվագել։ Այդտենց գործիք չկար այն ժամանակ, որ չնվագեի։ Մինչև այդ առհասարակ երաժշտական կապ չեմ ունեցել, որ մատով եմ նկարել, առաջին նկարս տան ունեմ։ Հետո նկարեցի, հետո Չեխիայում ցուցահանդեսներ, բան եւ այլն եւ այլն։ Բայց առաջին նկարը մատով եմ նկարել, այդ նկարը տանս կախած է միջև մի։ Մի խոսքով, այդ տեսակ այ հանդիպումները տիրոջ հետ տենց։ Լինի անձնական առիթ, թե նկարահանում ես իմ արտաքին տեսքը մշտապես վստահում եմ բյութի ֆաբրիկի պրոֆեսիոնալներին։ Երևանի սրտում Սարյան 19 հասցեում արդեն գործում է բյութի ֆաբրիկի նոր շքեղ սրահը։ Այս արդեն նրա մասին չէր, որ փոքրիկ տեղից հնարավորինս շատ գումար աշխատենք։ Այս այն պահներ, որ ուզում էի, որ իմ հաճախորդը իրեն զգար ըստ արժանվույն սպասարկված։ Ինչպես հանդիպեցիք ձեր կնոջը։ Շատ պատահական։ Շատ պատահական։ Սանկտ Պետերբուրգում էր, որ հանդիպեցինք, տոնավաճառի մեջն էր։ Հանդիպեցի, նայեցի, ասի հայ ես, ասեցա, ասի որ քեզ խելոք բայց լավ կանի ամեն ինչ։ Ու տենց էլ եղավ։ Հետո հաջորդ հանդիպումը ինչպիսին էր արդեն։ Դե կամաց արդեն բան եղավ։ Ոտս տեղ բռնեց։ Նշեցիք, որ ձեր կինը զինվորական է եղել։ Զինվորական համակարգում աշխատել է։ Մարզակառույցների պետ էր աշխատում Վազգեն Սարգսյանի ուչիլիշայում։ Երբ մենք ամուսնացանք, ինքը սովորում էր, հետո սովորելուց հետո աշխատեց որպես տնտեսագետ ֆինանսիստ է կինս։ Ձեր աղջկա ծնունդը ինչ փոխեց ձեր կյանքում։ Շատ բան փոխեց։ Այն ժամանակաշրջանն էր, որ անընդհատ բաների մեջ էինք, տեղափոխումների մեջ էինք։ Մեկ Մոսկվա, մեկ Սանկտ Պետերբուրգ, մեկ Չեխիա, մեկ դո չգիտեմ ուր տարբեր երկրներ էինք բան, այդ երեխին հետները սենց ման տվեցինք, լավ էր ամեն ինչ շատ սիրուն ստացվեց, ուղղակի վերջում որ Չեխիայում որ արդեն ամեն ինչ պետքա շատ գեղեցիկ ավարտ ունենար, լավ լիներ, մնայինք մենք Չեխիայի Հանրապետությունում, որտեղ առաջարկում են եւ բնակարան էին առաջարկում եւ թատրոնում աշխատանք էին առաջարկում մարդուկին նստանք ասենք աղջիկ ջան սենց տարբերակ կա էլի ոնց ես դու դեռ ասեց ես գնալու եմ Հայաստան Քանի տարեկան էր այդ ժամանակ 19 ինչ կա Հայաստանում ասեց սիրած տղա ունեմ ասենք հա դու իրան էլ կբերենք ստեղ բա չէ գնում եմ Հայաստան ես Հայաստանում եմ ուզում ապրեմ մնամ եւ այլն Հայաստան եկանք ամուսնացավ, տենց էլ մնացինք մենք էլ ստեղ, իրանք էլ ստեղ, հետո իրանք գնացին Սանկտ Պետերբուրգ, մենք մնացինք ստեղ։ Փառք Աստծո 3 թորնիկ ունեմ, թորնիկներս գալիս են ամեն ամառ։ Բայց կարոտին ինչպես եք դիմանում։ Տեսեք ինչ հետաքրքիր հարց եք տալիս կարոտ։ Այդ զգացմունքը ես վաղուց սպանել եմ իմ մեջ։ Կարոտ ասած բառը։ Ասեմ ինչի։ Շատ տարօրինակ վախճան ունեցավ կարոտը իմ մոտ։ Երբ որ ես սկսեցի հասկանալ, որ մենակ Հայաստանը չի իմ հայրենիքը, իմ տունը, ամբողջ երկրագունդը իմն է, իմ ասելով հայինն է։ Հեսա անեկդոտ պատմեմ, կհասկանաք ինչ եմ ասում, այդ կարոտի վերաբերյալ թեկուզ, թռնում են լուսին ամերիկացին ռուսը ու երկու հայ։ Ամերիկացին ասում են լուսինը մերն է։ Դեռ ամերիկյան դրոշ կա։ Ռուսն ասում է չի, ասում է լուսինը մերն է, այստեղ գնալ։ Ռուսական դրոշը խփած է։ Այս մի հայը հանում է ատրճանակը,
Այն մյուս հային խփում է, ասում է գլուխներդ պատին եք տվել, այստեղ հայի արունա տապել, էսի մերն է։ Հիմա տենց ստացվավ, որ Սև անեկդոտ է։ սև անեկդոտ է, բայց լավ անեկդոտ է։ Դա հայի արունա տապել, էսի մերն է, էլի։ Ունես որ այդ կարոտը վերջացավ, այդպես գնաց, մի տեսակ բան եղավ, վերացավ, գնաց կորավ։ Տեսեք, բայց երբ ձեր ընտրություններ, օրինակ ձեր աղջիկը կարող էր այն ժամանակ գալ Հայաստան, ամուսնանալ, դուք վերադառնայիք Չեխիա, ձեր գործունեությանը, դուք ընտրեցիք մնալ Հայաստանում եւ մնալ ձեր աղջիկա կողքին։ Բայց կյանքը ամեն բան շրջեց այնպես, որ իր կյանքի հանգամանքներով ինքը արդեն մեկնեց Սանկտ Պետերբուրգ եւ ըստ էության, երբ ձեր ընտրություններ դուք չընտրեցիք հեռավորության վրա ապրելը, բայց կյանքի հանգամանքները ձեզ միևնույն է բերեցին եւ կանգնեցրին նույն փաստի առաջ։ Դե արդեն դա իրանց ընտրությունն է, իմ ընտրությունը չէ։ Բայց ամեն դեպքում ձեր աղջիկն է ֆիզիկապես տեսնել, ձեր թորներին ավելի հաճախ ֆիզիկապես տեսնել, միևնույն է պահանջմունքը չի լինում։ Հիմիկվա դարը այնպեսի դար է, որ այդ պահանջմունքը հաստատ չի լինի, որովհետև գոյություն ունի հեռախոսներ, գոյություն ունի տեսազանգեր, որոնք որ շատ հանգիստ փարատում են քո կարոտը։ Երբ որ խոսում ես, երբ որ մի երկու անգամ խոսեցիք, երրորդը արդեն ամառ է գալիս։ Արդեն գալիս է քո մոտ։ Թորների ծնունդը ինչ փոխեց ձեր կյանքում ու միշտ իրենք հեռու են եղել ձեզնից, թե Չէ։ Էս 2-3 տարի է հեռու են։ Միշտ մոտս են եղել։ Թորները դրանք ուրիշ բան է, երաժշտություն է։ ասում են թորների հետ երբեմն հարաբերությունները շատ ավելի քաղցր են լինում, քան երեխաների։ Պարտադիր, տենց է։ Այդ ինչու է այդպես։ Չգիտեմ ինչու է այդպես, բայց թորները դրանք մի ուրիշ, չգիտեմ, ուրիշ աշխարհ են։ Իսկ դուք խիստ հայր եք եղել ժամանակին։ Ես շատ խիստ եմ դարապես, համ հայր, համ պապիկ։ Ես նույնպես խիստ եմ։ Իսկ ընկերություն անել չեք փորձում իրենց հետ։ Անում եմ։ Եվ ընկերություն եք անում, եւ Անպայման, խիստ եք։ բայարք։ Ինչպես է դրսևորվում այդ ընկերությունը։ Շատ լավ։ Շատ լավ, միասին նկարում ենք, միասին պարում ենք, երգում ենք, ընկերություն ենք անում, այդ տեխնիկաս տեղը ինչ որ պետք է, ես իրանց ասում եմ։ Իրանք էլ լսում են։ Իրենք կարողանում են ձեզ պատմել են ամեն ինչ իրենց կյանքում տեղի ունենում, թե ոչ։ Ավելի շատ տատիկի հետ են կիսվում, որտեղ երկու աղջիկ մի տղա են, մեր տղեն մենակ է ապրում իր կյանքը։ Լսում է, լսողի դերում է միշտ։ Շատ դժվար է խոսացնել, 1000-ից մեկ խոսա կամ բառասի կամ չասի։ Պարոն Ալեքսանյան, առհասարակ շատ կարևոր է հա կյանքի ընկեր ունենալը, իրապես կյանքի ընկեր ունենալը, որովհետև տեսեք, երեխան մեծանում է, ամուսնանում է, իր կյանքն է ստեղծում ու որքան էլ ձեր հարազատն է եւ ձեզնից անմասն չի մնում, միևնույն է, հա, ի վերջո մնում եք դուք եւ ձեր կինը, դուք եք, որ միշտ իրար կողքի եք, եթե ենթադրենք երկրից տեղափոխվեք, միասին եք դա անում, ինչ անեք, միասին եք անում։ Դուք տարիների ընթացքում կարողացաք ձեր կնոջ հետ ընկերությունը խորացնել, ոչ թե հեռանալ իրարից, որովհետև երբեմն ցավոք մենք տեսնում ենք, որ տարիների հետ մարդկանց հարաբերությունները ինչ որ առումով սովորական են դառնում եւ հեռանում են իրարից եւ դրան հակառակ կան զույգեր, որոնք հակառակը մի օրգանիզմ կարծես դառնան։ Այ երկրորդը։ Որտեվ քանի գնում ենք, իմ օրինակը այդ տեսակա օրինակ։ Իսկ ինչպես կարողացաք ստեղծել այդ օրինակը ձեր կյանքում։ Շատ բարդ աշխատանք է, եթե դու չես ուզում կորցնես դիմացինի, դու շատ կամ դիմացինդ քեզ, դուք պետքա շատ ականջալուր լինեք նախ եւ առաջ մեկդ մյուսիդ։ Հետո պետքա շատ ուշադիր լինեք մեկդ մյուսիդ նկատմամբ։ Հետո պետքա կարողանաք արդեն բավական երկար տարիների միասին ապրելուց կարողանաք առանց խոսելու իրար հասկանալ։ Այն ոնց են ասում, մեկը մյուսի համար պետքա կարողանա շնչի։ Դա աշխատելի ծանր աշխատանք է, որ բաց դա այն դեպքում է, երբ որ դու իրոք զգում ես, որ ի վերուստ է քեզ սերը տրված, ու դու չես ուզում կորցնես։ Դրա համար շատ ժամանակ գնում ես նաև զոհաբերությունների ես գնում։ Այդ ծանր աշխատանքը բնավորությունների ադապտացիան է միմյանց։ Նաև այդ ձեր ասած ընկերությունն է։ Տես մարդիկ կան, ովքեր որ իրանց գնում են ամենագաղտնի զգացողությունները պատմում են իրանց բարձին, որտեղ չունեն մեկը, որպեսզի կարողանան իր հետ կիսվեն
իր հետ արտահայտվի, այն մեկն էլ իր պատասխանը տա կամ ինչ-որ բան ասի սփոփելու համար, ինքը գնում է իր բարձին ասում։ Դու պետք է կարողանաս միմյանց Ընտանիքում մենակ չլինեք, կարողանաք ցանկացած հարցի մասին խոսել իրար հետ եւ իրար թեւութիկունք լինել։ Ասում եմ ես բան եմ, հին մարդ եմ, մեր պապական բան, էսկում, ենքում։ Բայց օքեյ, լավ, հասկացանք։ Ինձնից թող ոչ մեկ պապական չլինի եւ այլ եւ այլ։ Բայց դելի ստիպած վերադառնամ Շեքսպիրի, ասում եմ եւ նա, որ ստեղծեց մեզ մի այսպիսի մեծ հանճարով եւ տվեց աստվածային բանականություն, ոչ նրա համար, որպիսի անպետք բորբոսնի մեր մեջ։ Հիմա եթե տվել է բանականություն, ինչի թողենք բորբոսնի, եթե տվել է մեզ լեզու, տվել է ականջ, լսելու, լեզու, խոսելու, հասկանալու միմյանց։ Ինչն է դժվար, որ դուք զրուցեք, լսեք, հասկանաք իրար, սիրեք իրար, ավելի գեղեցիկ սիրուն չի լինի, քան թե բրծավ։ Դուք կարողանում եք նաև զիջումներ անել, թե ամեն դեպքում այդ զիջումների դաշտը շատ ավելի շատ ձեր կնոջինն է եղել։ Նայած ինչ խնդիր է, նայած ինչ հարց է, եթե այդ տվյալ հարցում ես եմ սխալ, ու ես իր ասելով, ու ես մտածում եմ, գցում քաշում, տեսնում, եթե ես սխալ քայլ եմ արել կամ սխալ բառ եմ ասել, բայց իհարկե ես պետք է ընդունեմ։ Եթե իրոք սխալ եմ արել, եթե բաժակը սա դրած է, որ սենց պետք է ջուրը լցնենք, ես վերցրել շուռ եմ տվել, ասում լից ջուրը, որտե լցնենք։ Եթե շուռ ես տվել բաժակը։ Պարոն Ալեքսանյան, իսկ շատ սխալներ եք գործել։ Մեծ սխալ, որից հետո պետք էր նորից նվաճել ձեր կնոջը։ Հա, մի անգամ եղավ։ Այս հեռախոսները, որ մեջ ընկան, այդ ժամանակ եղավ։ Ֆլիրտի ժամանակ բռնեց։ Մենակ ֆլիրտ էր, բայց բան չէր էլի։ Ֆլիրտ այսինքն սլավեսնի ֆլիրտ էր։ Ասինքն էր ախպեր։ Բայց երբեք ձեզ նման բան թույլ չեք տվել։ Դե ֆլիրտել չէր, էլի գիտես ինչ էր։ Դենց պատահական բան էր, պահի տակ ինչ որ բան եղավ։ Առհասարակ ձեր ոլորտում, դերասանական ոլորտում նման խնդիրներ շատ են լինում։ Դա ոլորտով է պայմանավորված, թե ուղղակի մարդիկ հայտնի են, այդ դեպքերը ավելի շատ են հայտնի։ Նա ինչ եմ կարող ասեմ։ Բայց ոլորտում գայթակղությունը շատ է, թե չէ։ Դա ամենտեղ էլ կա։ Նայեք, տեսեք, անընդհատ մենք նշում ենք, որ մեր ոլորտը շատ ընենց, բայց տարբեր ոլորտներում ավելի բետար է, երակի կրկնակի անգամ շատ են այդ դավաճանություններն ու բաժանումներն ու ֆլիրտ անելն ու չգիտեմ ինչերը, քան մեր աշխարհում։ Ու ես այնքան տարբեր մասնագիտության տեր մարդիկ գիտեմ իրանց աշխատավայրերում, դու այնքան մարդ գիտեմ տարբեր տեղերում աշխատող, որ մեր ոլորտի մարդիկ գլուխը քարն են տվել, թե այդ ձևի կարան դավաճանեն կամ այդ ձևի կարան շփվեն միմյանց հետ։ Այդ ոլորտի անունն ա լուրջ եմ ասում։ Անունն ա հելել, որ իբր այդ ոլորտում այդ տեսակին։ Ես չեմ ուզում հիմա ինչ որ մասնագիտություններ նշեմ։ Բայց չեք պատկերացնում, ասենք գործարանում, то չգիտեմ, ռեստորանում, то հիվանդանոցում եւ այլ, որտեղ ինչեր են կատարվում, ինչեր է լինում։ Ավելի բետար բաներ կան մեր ոլորտը ուղղակի մեր բաց վերք է։ Նրանց է ծածկած գրիմ արածը։ Շնորհակալ եմ շատ մեր զրույցի համար։ Հետևեք Live Room-ին, բաժանորդագրվեք YouTube-ի իմ ալիքին, որպեսզի բաց չթողնեք մեր թողարկումները։